ունենք էներգետիկ մեծ կախվածություն Ռուսաստանից այսօր եւ ըստ ձեզ որքանով ենք պատրաստ այդ կախվածությունից դուրս գալ։ Մենք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացրել ենք, իմ համար դա ազգային անվտանգությանը ավելի մեծ սպառնացող վտանգ է, քան դրանից քայլ առ քայլ հրաժարվելը։ Ռուսաստանը կհամակերպվի այդ ամեն ինչի հետ։ Այդ քարշակը ես տեսնում եմ հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելով։ Ուրիշ ինչ ուղղություններ ունենք, որովհետև հանքարդյունաբերությունը այսօր մեր հնայի 3-ից 4%-ն է, որքան էլ որ մենք ասում ենք հանքարդյունաբերությունը անդադ քննարկվում, բայց փաստացի 3-ից 4%, նույնիսկ եթե 10-ը պատկվի, միևնույն է ինքը ամբողջությամբ չի փակելու։ Ամազոնը գալու է Հայաստան։ Ինչի համար եք վստահ Ամազոնը գալիս է Հայաստան, այսինքն դուք արդեն որևէ պլաններ ունեք, կապեր ունեք, պայմանավորվել եք։ Ես 60-ից մարդ եմ իհարկե։ Դուք միջև ընտրությունները արդեն ասում եք, որ հաղթելու է իշխող կուսակցությունը եւ դուք կոալիցիա եք կազմելու։ Բնականաբար ռուսամետները, եթե ես ուզեմ էլ, իրենք իմ հետ կոալիցիա չեն կազմի։ Լավ, նույնիսկ կոալիցիայի պարագայում այդ ծրագրերի մեծ մասը չեն լինելու, որովհետեւ հիմնական որոշողը լինելու է իշխող կուսակցությունը։ Մարդիկ կտեսնեն մեր առաջարկները, կզգան, որ մենք ճիշտ բաներ ենք ասում, 2030 թվականին կմասնակցենք հաղթելու համար։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քարոզարշավի ժամանակ բազմաթիվ սոցիալ-տնտեսական խոստումներ են տալիս։ Այսօրվա մեր հյուրը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Դրանից կփորձենք պարզել, թե ինչ տնտեսական խոստումներ է տալիս կուսակցությունը եւ որքանով են դրանք իրատեսական։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ձեր եւ քարոզարշավի ժամանակ եւ ծրագրում կան բազմաթիվ ամբիցիոզ տնտեսական խոստումներ, որոնց մասին կուզեմ խոսենք ավելի մանրամասն եւ փորձենք հասկանալ դուք ինչ հաշվարկներ ունեք այդ տնտեսական խոստումների հիմքում։ Թերևս ամենակարևորը հիմնական կետերից մեկն այն է, որ դուք պլանավորում եք, որ Հայաստանը պետք է դուրս գալ ԵԱՏՄ կազմից եւ քայլի դեպի Եվրամիություն։ Որպեսզի հասկանանք, թե դուք ինչ քայլերով եք ուզում գնալ Եվրամիություն, պետք է հասկանանք նաև, թե ինչ վիճակում ենք այսօր։ Մի քանի վիճակագրական ցուցանիշներ ես հանեցի։ Ուրեմն 2017 թվականին Հայաստանի արտահանման մեջ Ռուսաստանի կշիռը 25.5% էր։ Դա իշխանափոխությունից 1 տարի առաջ։ Հիմա 2025 թվականի տարեկան տվյալներով 38%-ն անցել է։ Եվ սրան զուգահեռ նվազել է Եվրամիության կշիռը։ Եթե նախկինում 28% էր, հիմա 8%-ի գրեթե չի հասնում։ Որոշ դեպքերում հասնում է, որոշ դեպքերում 7%-ի շրջանակներում է։ Այսպիսի պայմաններում դուք ինչպես եք նախատեսում նվազեցնել մեր կախվածությունը Ռուսաստանից, ռուսական տնտեսությունից եւ ինչպես գնալ դեպի Եվրամիություն։ Սկսեմ նրանից, որ ամբողջությամբ համաձայն եմ ձեր բնորոշման հետ, որ մեր ծրագրերը ամբիցիոզ են։ Որովհետև մենք համարում ենք, որ սովորական տեմպերով զարգացման պարագայում Հայաստանը տարածաշրջանում ունեցած իր տնտեսական ազդեցությունը չի կարող մեծացնել։ Այսինքն մենք գտնում ենք, որ Հայաստանը պիտի անգամներով բազմապատկի իր տնտեսական հզորությունները, ոչ թե տոկոսներով, որովհետև այսօր այս տարածաշրջանում ինքը իր ունեցած տնտեսական եւ արդյունաբերական պոտենցիալով ամենաթույլն է։ Չնայած համախառն ներքին արդյունքի մեկ շնչին ընկնողով մենք Ադրբեջանից առաջ ենք եւ դա ուրիշ խնդիր ունի։ Այլ ենթատեքստում է ինքը ավելի շատ ժողովրդավարության եւ եղածը արդար բաշխելու համատեքստում է։ Ինչ վերաբերում է հանգամանքին, որ մենք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացրել ենք, իմ համար դա ազգային անվտանգությանը ավելի մեծ սպառնացող վտանգ է, քան դրանից քայլ առ քայլ հրաժարվելը։ Այսինքն նման կախվածությունը ստիպում է Հայաստանում միշտ մնալ այդ գծի մեջ, որի գաղափարախոսն ու կողմնակիցն էլ Բելարուսի Դաշնության նախագահն է, որ ասում է Հայաստանը որևէ գնալու տեղ չունի, հետևաբար մենք այլ ընտրանք չունենք ու լուծումներ չունենք, հետևաբար մենք մեր տնտեսությունը ինչ էլ անենք, չենք կարող այն չափանիշներին համապատասխանեցնենք, ինչը Եվրոպան է առաջարկում, հետևաբար պիտի մնանք Ռուսաստան, Բելարուս հետ ուղեցրում եւ կան քաղաքական ուժեր, որոնք այդ տեսակետը պահում են եւ այդ տեսակետի վրա ձայներ են հավաքում, դա իրենց խնդիրն է։ Ես այդ տեսակետը չեմ կիսում
ես համարում եմ, որ Հայաստանը գնալու տեղ ունի եւ դա կարող եմ հիմնավորել նրանով, որ օգոստոսի 8-ին ստորագրվեց ոչ միայն ճանապարհների մասով, թրիփի մասով ու խաղաղության մասով համաձայնությունը, երկկողմ փաստաթուղթ ստորագրվեց, որտեղ առաջինը նշվեց կիսահաղորդիչները։ Ես պիտի նշեմ, որ աշխարհում 5 երկիր է, որ կարողանում է կիսահաղորդիչներ արտադրել, եւ Միացյալ Նահանգները շահագրգռված է Հայաստանում կիսահաղորդիչներ արտադրել, եւ կարող եմ ասել, թե որն է շահագրգռվածության պատճառը։ Երկրորդ, Միացյալ Նահանգները նշեց Հայաստանի հետ միջուկային տեխնոլոգիաների զարգացումը ատոմային էներգիայի մասով, եւ ես էլ շատ հասկանալի է, որտեղ մենք ատոմակայան ունենք եւ այն շահագործում ենք, եւ երրորդ նոր ճանապարհները։ Մյուս հանգամանքը, որ մենք միանշանակ ունենք պոտենցիալ եւ մենք աշխարհին հետաքրքիր ենք ու Լուկաշենկոյի տեսակետը չեմ կիսում, Հայաստանում տեղի ունեցած Եվրոմիության 8-րդ գագաթաժողովներ, որտեղ բազմաթիվ այլ հարցերի հետ կապված որոշակի համաձայնագրեր եղան Ֆրանսիայի հետ, Մեծ Բրիտանիայի հետ, իսկ այդ երկրները Ֆրանսիան օրինակ ատոմային էներգետիկայի առումով Եվրոպայում ամենազարգացած, ամենալավ տեխնոլոգիաներ եւ ստատիկ ատոմակայաններ կառուցելու առումով իրանք Եվրասիայում համար մեկն են։ Իմիջիայլոց ֆրանսիացիները վաղուց մեզ առաջարկում են մեծամորի փոխարեն ֆրանսիական ատոմակայան կառուցելու այդ տեխնոլոգիայով։ Ես օրինակ կողմնակից եմ, որ 640 մեգավատանոց ֆրանսիական ստատիկ ատոմակայան կառուցվի եւ 4 հատ ամերիկյան այսպես ասած մոդուլային կամ կապսուլային ատոմակայաններ, որոնք տեղակայվեն այն վայրերում, որտեղ շատ էլ մասնավորապես Սյունիքում, որ այդ գործարանները աղացներ ունեն եւ շատ էներգիա են ծախսում եւ էլեկտրոէներգիան մեծամորից այդքան չտեղափոխենք։ Աշխարհի այս զարգացման տեմպերի պարագայում ես համարում եմ, որ 1000 մեգավատ էլեկտրոէներգիա ունենալը Հայաստանը կարող է վաճառել իսկ արհեստական ինտելեկտի Nvidia-ի, որ 100 կիլովատ միայն ինքն է, կիլովատժամ մենակ միայն ինքն է օգտագործելու այդ կոմպյուտերը եւ նա պիտի կանաչ էներգիա վերցնի։ Մի խոսքով թվերը չբարդացնեմ, բայց ասեմ, որ այս առումով Հայաստանը զարգանալու ռեալ տեղ ունի, Հայաստանի առաջ լուրջ դռներ են բացվել այդ ուղղությամբ եւ ես կարծում եմ, որ Հայաստանը քայլ առ քայլ պիտի Ռուսաստանից կամ եթե Ռուսաստանը չլիներ, լինել որևէ այլ երկիր, նույնիսկ Միացյալ Նահանգները, պիտի քայլ առ քայլ այդ բերեր որոշակի բալանսի, որտեղ հակառակ դեպքում քեզ թելադրում են։ Կանես դա շատ լավ չես անի, սկսում եմ պատմությունը, որ գազը կկտրեմ, լույսը կկտրեմ, ինչի մասին Լուսահոգի Արտաշես Գեղամյանը բոլորից լավ էր ասում ու թվարկում էր այդ ցանկը, թե ինչ կանեն։ Ցավոք սրտի հիմա էլ դա ասողներ կան, բայց որևէ մեկը Արտաշես Մամիկոնիչի նման էներգիայով ու ամբողջական չի կարողանում հասել։ Ամեն դեպքում մենք ունենք էներգետիկ մեծ կախվածություն Ռուսաստանից այսօր եւ ըստ ձեզ որքանով ենք պատրաստ այդ կախվածությունից դուրս գալ, նույնիսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում Հայաստանի ինքնաբավության այդ երևույթը միայն առաջին հայացքից է, որովհետեւ եթե նայենք ջեկերը գազով են աշխատում, ատոմակայանի ուրանը մենք ստանում ենք Ռուսաստանից, եթե փորձենք մի քիչ ավելի այսպես գետնի վրա դա պատկերացնել, ինչ քայլերով մենք կարող ենք հրաժարվել։ Ներողություն, դիվերսիֆիկացումը իհարկե լավագույն լուծումներից մեկը կարող է լինել եւ գրեթե բոլոր իշխանություններն էլ այդ մասին խոսել են, որ դիվերսիֆիկացումն է լինելու մեր տնտեսությունը զարգացնելու հիմնական հիմքերից մեկը, բայց այդպես էլ մենք դա չենք տեսնում։ Տեսեք, նախորդ իշխանությունները խոսել են, բայց ինչ ունենք տվել են Ռուսաստանի Դաշնությանը։ Ասել են սիրելի Ռուսաստանի Դաշնություն, մեր անվտանգությունն ապահովելու համար մեր բնական հանքավայրերն եք ուզում, խնդրեմ, եկեք ու այդ հանքավայրերը դուք կառավարեք, շահույթը դուք ստացեք։ Մեր անկախության եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտպանելու կամ խաղաղությունը պաշտպանելու համար երկաթգիծն եք ուզում, խնդրեմ։ Այո, իրենք ասել են կոմպլիմենտար, բայց այդ ուղղությամբ ոչ մի բան չեն արել։ Մակում էլ քվեարկել են այնպես, ինչպես Ռուսաստանն է թելադրել։ Հիմա այսօրվա Հայաստանի իշխանությունները շատ զգուշավոր, շատ թույլ քայլերով, նույն ԵԱՏՄ-ում եւ հապկում մնալով հանդերձ, ասենք Եվրոմիության գագաթաժողով են անում ու միանգամից սկսում է ինչ-ինչ բաներ։ Ինչպեսի ձեր հարցի պատասխանն ասեմ, Վրաստանը եւ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չեն։
բայց իրենց ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ մեզանից պակաս չի։ Եթե հանենք այդ թվերը, կտեսնենք, որ որևէ բանով չեն զիջում այդ խնդրը։ Եվ այստեղ խնդիրը հետևյալում է, որ մեր պարագայում սպառնում են, իրենց պարագայում համակերպվել են դրա հետ։ Ռուսաստանը կոշտվառելիք վաճառելու խնդիր ունի, եւ այդ ուրանը ձրիով ու սիրուն աչքերի համար չի, որ մեզ տալիս է, ինքը դա բավականին թանկ գնով է մեզ տալիս։ Ինչ վերաբերվում է գազին, ճիշտ է, սահմանին ինքը էժան գազով է տալիս, բայց այդ մեր սպառողին է հասնում $400, որը գրեթե Եվրոպայի գների $500 այսօր Եվրոպայում 1000 խորանարդ գազի գինը, համարյա այդ գնին է, չնայած 400-ը շատ լավ գին է, ես խնդիր չունեմ, որ մնա 400-ով, ու ես բացարձակ չեմ առաջարկում Ռուսաստանի հետ կապերը խզել կամ Ռուսաստանին թշնամի համարել։ Բացարձակ խնդիրը այդ հարթության մեջ չի։ Ես ուզում եմ, որ մենք մեր այն զգուշավոր քայլերը, որ անում ենք ինքնիշխանության ուղղությամբ, կարողանանք այդ քայլերն անել։ Ցավոք կան քաղաքական ուժեր, որոնք կախվել են Հայաստանի պետության ոտքերից ու իրենց ձգում են տանում են այդ հինը, թույլ չտալով, ասենք, թեկուս նման անմեղ Եվրոպայի 8-րդ գագաթաժողով Հայաստանում անելու ու այդտեղ վտանգ տեսնելու, ցավոք սրտի իրենք սպասարկում են դրսի շահը եւ դրսի ասածը ու իրենց ասածը մեկին մեկ համընկնում է ընդհանուր համատեքստում եւ այս առումով իրենք փորձում են այն ինչ որ մենք ասում ենք դեպո Եվրոմիության ուղղությամբ անելու ներկայացնել որպես հակառուսական։ Ես բացարձակ հակառուս չեմ, ասեմ անգլերեն խոսել չգիտեմ, ռուսական գրականությունը շատ եմ սիրում ու կարդում եմ ռուս գրականությունը։ Ես համարում եմ, որ Ռուսաստանը ինքը շատ լուրջ տնտեսական խնդիրներ ունի, չխորանամ դրա մեջ, բայց Ռուսաստանի լավագույն մասնագետները ասում են, որ Ռուսաստանի տնտեսությունը հասել է անդառնալիության կետին, որ պատերազմում Ռուսաստանը հաղթի թե պարտվի, միևնույն 30 միլիոնի չափ մարդ, որոնք աշխատում են այսօր պատերազմի սպասարկման վրա, մնալու են գործազուրկ, դրանց մի մասն էլ 3 միլիոնը հետ է վերադառնալու արդեն արյուն տեսած ուզենքով ու լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև նման պարագայում պատերազմին սպասարկող ռելսերի վրայից պիտի բանակը տեղափոխեն այս ռելսերի վրա, իսկ այդտեղ նման բարձր աշխատավարձներ տալ չեն կարող, շուկաների խնդիր ունեն եւ մենք ու պիտի լինեն նաեւ մարդիկ իմ նման, որոնք պիտի զգուշացնեն, որ կարող եք Ռուսաստանի պլատակների տակ մնալ։ Օրինակ դրամ եւ ռուբլու այդ ժամանակաշրջանում հայ ավանդատուները կորցրեցին իրենց գումարները մի պարզ պատճառով, որ ամենավերջինը դուրս եկան ռուբլու զոնայից, այն էլ դուրս չեկան, սպասեցին այնքան, մինչև Ռուսաստանի նախագահ Ելցինն ասեց դուրս եկեք, մենք մեր երկիրն ենք ուզում ոտքի անել, մենք ինքներս ուզում ենք Եվրոմիության մաս դառնալ, մենք դնում ենք դեպի ՆԱՏՕ, դուք հանրապետություններ ոնց ուզում եք գնացեք ձեր համար ապրեք, ձեր ու արդյունքում միանգամից հայկական բանկային համակարգը սկսեց փլուզվել, չկարողացան մարդկանց ավանդները հետ վերադարձնել։ Հիմա իմ ասած այս համեմատություններ, որ որպեսզի ռուսական տնտեսության առաջիկա այդ փլուզման տակ չմնանք, պետք է նաև սրա համար որոշակի քայլեր անենք Ռուսաստանից այդ չափի կախվածությունից դուրս գալու համար։ Այսինքն իմ առաջարկած թշնամանք չի, հակադրություն չի, պարզ տնտեսական մոտեցում է սեփական երկրի շահերից ելնելով, գուցե որոշ առումով չափից ավել զգուշավոր եւ այդ պատճառով ես չեմ էլ ասում, որ ԵԱՏՄ-ից հենց հիմա է դուրս գալ պետք։ Ես բոլոր իմ հարցազրույցներում ասել եմ, որ առաջինը պիտի դուրս գանք միասնական հակաօդային պաշտպանությունից, հետո հապկից, իսկ ԵԱՏՄ ժամանակի մեջ։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանին էլ ձեռնատու չի Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու մեջ ու այդ սպառնալիքները ինչ որ կան ու ինչ որ ասում էր Արտաշես Մամիկոնիչը, դրանք իրականություն չեն դառնա, Ռուսաստանը կհամակերպվի այդ ամեն ինչի հետ, որովհետև այդ պարագայում Ռուսաստանը այս տարածաշրջանը կորցնում է ամբողջությամբ, իր միակ հենման կետը այստեղ է, այդ ԵԱՏՄ կապով, այդ պարագայում այն որ իրենք մեզ ֆորտպոստ են համարում, այդ ֆորտպոստը դառնում է Աբխազիան, իրենք դուրս են գալիս հարավային հյուսիսային Կովկասից եւ արդեն սահմանները մոտենում են Աբխազիային։
այն փորձագետները, որոնք տնտեսագետներ են եւ չունեն քաղաքական որևէ հայացքներ, կողմնորոշվածություն եւ այլն, այսինքն բավականին անաչառ են փորձում հարցին նայել, ասում են, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանից այս պահին հրաժարվելն է կամ այդ կախվածությունից վախենալն է, այլ եթե մենք մտածում ենք դիվերսիֆիկացման մասին, պետք է գոնե այսօր որոշ քայլեր անենք կամ նախկինում արած լինեինք այդ քայլերը եւ հիմքեր ունենայինք այդպես մտածելու, որոնք պետք է լինեն այդ քայլերը ձեզ, օրինակ նույն էներգետիկան կամ կոնյակի շուկան, եթե օրինակ Ռուսաստանը չգնի հայկական կոնյակը, հայկական կոնյակ արտադրողներին ինչ պետք է առաջարկի պետությունը, ինչպես ուրիշ շուկաներ գրավել։ Գլուխ եմ խոնարհում այդ տնտեսագետների առաջ, կիսում եմ իրենց տեսակետը, ամուր սեղմում եմ իրենց ձեռքը, որովհետև 10 տարուց ավել է, ես էլ դա եմ ասում։ Ես մշտապես դեմ եմ եղել ջեկերի կառուցմանը, ջերմաէլեկտրոկայանների կառուցմանը եւ մշտական կողմնակից եմ եղել հեկերի կառուցմանը։ Արդեն մոտավորապես 5 տարի է խոսում եմ արևային էներգետիկայից, այսինքն ես շատ ասացի, մեր թիմը հիմնականում կողմնակից է եղել Հայաստանի ունեցած սեփական ռեսուրսների վրա մաքսիմալ ինքնաբավություն ապահովելու վրա աշխատել, որը չի բավարարում նոր ներմուծել դրսից։ Հայաստանը ունի մեծ քանակությամբ ջրի պաշար եւ մեր գետերն արագավազ են, որտեղ մենք լեռնային երկիր ենք։ Իսկ արագավազ ջրերը նաեւ այդ արագությունը դանդաղեցնելու համար հիդրոէլեկտրոկայաններ կարելի է կառուցել, ասեմ, որ հիդրոէլեկտրոկայանները ամենաէժան էլեկտրոէներգիան են ապահովում եւ դա այդպես է աշխարհում։ 2000 թվականի թիվը հիշում եմ, ինքը 2 դրամ էր, ատոմակայանը 8 դրամ էր, հիմի փոխվել է, ատոմակայան դարել է 16 դրամ, հիդրոին, չգիտեմ, 4 թե 6 է դարել, չպնդեմ, չեմ հիշում, շատ տվերի հետ եմ հիմա շփվում, բայց միևնույն է, հիդրոն ամենաէժանն է։ Որպեսզի հիդրոէլեկտրոկայանները բավարար այսօր 40% են ապահովում, որ այդ թիվը ավելացնես Հայաստանի ներքին էներգետիկ դաշտում 40% ինչ են ապահովում 40% էներգետիկ դաշտում էլեկտրոէներգիան տալիս են հիդրոէլեկտրոկայանները։ Ես մեր հարցազրույցից առաջ պաշտոնական վիճակագրությունը երբ նայեցի 10% էր 40% ատոմակայաններ, մի ավելի փոքր ջեկերն էին գրեթե 30-ից էլի 35%, այսինքն արավային ու հիդրոն ամենակիչն էին 10-12%։ Վերջին տարիների թվերով, որը դուք անում եք, ճիշտ են, որովհետև հիմա արևայինը բավականին չափով մտել է, այդ արևայինը իր քանակով պաշարով որ մտել է, հիդրոյի թիվն է ավելացրել, այսպես ասեմ, հիդրոէլեկտրոկայանները Հայաստանում գործում են ու կան են հները, նորը որևէ բան չի կառուցվել, այսինքն մնացել է 90-ական թվականների մակարդակի վրա։ Նոր հիդրոկայաններ, եթե կառուցվել են շատ քիչ, դրանք հիմնականում Եղեգիսի վրա են եւ Եղեգիսի վրա այդ կայաններն էլ, քանի որ Եղեգիսը թեքվել է Սևանին ջուր տալու համար, քանի որ Սպանդարյան ջրամբարից ջուր չի գնում Սևան եւ թունելի այդ երրորդ հատվածը այդպես էլ երբեք չաշխատեց ու առեսօր գումար ենք ծախսում, չգիտեմ ինչի թունելի այդ հատվածը չփլվելու համար ու պահելու համար, շատ մեծ աբսուրդներից է, որի համար որևէ մեկը պատասխան չի տվել, Եղեգեսի ջուրը թեքել են եւ այդ հիդրոկայանները, որոնք պիտի աշխատեին ու իմ ասած տիվը տային, իրենք տարվա մեջ աշխատում են 1-2 ամիս, ոչ ավելին։ Հիդրոէներգետիկան Հայաստանի տնտեսական դաշտում մեծացնելու համար պետք են ջրամբարներ կառուցել։ Ջրամբարներ պետք են կառուցել թե ջրի քանակը եւ ոռոգման ջրի քանակը ավելացնելու, թե ոռոգման ջուրը վաճառելու եւ թե հիդրոէլեկտրոկայանների համար, որովհետեւ երբ որ ջրամբարներ ես կառուցում, մենք այդ ջուրը վերևից իջեցնում ենք ներքև դաշտավայր, իսկ այդ բարձրություններից դաշտավայր իջեցնելու համար այդ խողովակները ջրի արագություն ուղղակի կարող են քանդեն ու դու պարտադրված ես այդտեղ հիդրոէլեկտրոկայաններ ունենալ։ Իսկ ջրամբարները ինչով պետք է կառուցենք, ինչ փողերով։ Տեսեք, ջրամբարների կառուցման համար բազմաթիվ ծրագրեր կան նաև հայկական ծրագրեր եւ այդ հայկական ծրագրերի համատեքստում, եթե չեմ սխալվում, 6 ամիս առաջ վարչապետը հայտարարեց, որ 10 ջրամբար իրենք նախատեսում են կառուցել, ես շատ ուրախ եմ,
որ նախատեսում եմ, բայց ես վարչապետին շատ վաղուց եմ այդ թեման ներկայացրել եւ ներկայացրել եմ անգլիական առաջարկ, անգլիական ընկերություն կար, որը ինձ առաջարկեց Մեծ Բրիտանիայի դեսպանը գրավոր նամակով, որ ուղարկեց ինձ, որ խնդրում է, որ այդ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում ունենամ, հանդիպումը հեռավար էր եւ այդ ընկերությունը ասաց, որ իրենք հետաքրքրված են, որ իրենք հաշվարկներ ունեն Հայաստանի ջրային ռեսուրսների մասով եւ պատրաստ են Հայաստանում եղած ջրի կառավարման գործընթաց սկսել ու այդ վերցնել իրենց վրա։ Եվ այդ ջրամբարները իրենք հասկացել էին, որ արաբական երկրները առաջիկա տարիներին շատ մեծ ջրի պաշար են ունենալու, որ Հայաստանը ինքը ջրառատ երկիր լինելով իր ջուրը ամբողջական չի կարողանում օգտագործել, որ Հայաստանում խնդիր կա նաև էներգետիկ ոլորտում եւ այդ ծրագիրը, որը ներկայացրեցին, ինքը բացի հիդրոէլեկտրոկայաններից իր մեջ ներառում էր նաև այդ ջրամբարներում կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու ջրային տարբեր, ասենք ծովամթերքների եւ այլնի արտադրության, նույնիսկ այնպիսի ծովամթերքների, որոնք բնորոշ չեն բացարձակ Հայաստանում։ Ես այդ ծրագիրը ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության վարչապետին, որից հետո վարչապետն ասաց, որ ես դա ներկայացնեմ նաև փոխվարչապետին, այդ ժամանակ փոխվարչապետը Տիգրան Ավինյանն էր, նաև իրեն եմ ներկայացրել, բայց քանի որ հիմնական ջրառը Արաքս գետի վրայից էր, դա քաղաքական որոշակի խնդիրներ ուներ վաճառքի համար, որտեղ պատկերացրեք, որ մենք 2 միլիարդ խորանարդ մետր ջուր կարող ենք վաճառել թեկուզ մեր հարևան Իրանին, իսկ այդ վաճառքի տեղը պիտի լինի ամենաներքևի կետից, որը Իրանին մոտ է, ու այդտեղ որոշակի խնդիրներ առաջացան ու Այսինքն հիմա այդ ծրագիրը որևէ գործնական փուլում չէ։ Գիտեք ինչ, այդ ծրագիրը ինքը գործնական փուլ չմտավ, նորից եմ կրկնում, քաղաքական նկատառումներից ելնելով, բայց այդ ծրագիրը արդյունք տվեց նրանով, որ Հայաստանի իշխանությունները եկան այն եզրակացության, որ ջրամբարներ կառուցել պետք են միանշանակ։ Բայց ինչ փողերով, տեսեք, այդ դեպքում ձեր ասած ծրագրով, եթե պետք է լիներ ներդրումներով, փաստորեն չի ստացվում։ Մյուս տարբերակը պետական պարտքը ավելացնելով է լինում, ինչպես արվում է այսօր։ Կապիտալ ծախսերի դեպքում ես պիտի ներողություն խնդրեմ, բայց ասեմ, որ հարցը ինձ չի վերաբերվում, ես չեմ ներկայացնում։ Թե ես նկատի ունեմ, եթե դա ձեր նախընտրական ծրագրում կա, դուք ինչպես եք պատկերացնում։ Մեր ծրագրում կա, որ 14 ջրամբարները պիտի կառուցվեն, եւ մեր ծրագրում մենք հիմնավորում ենք, որ այդ ջրամբարները կառուցելու համար ներդրողներ կան։ Քաղաքական խնդիրները կարող է լուծել այն իշխանությունը, ով քաղաքականության գլխին է։ Ես ասացի, որ ենթադրում եմ, որ քաղաքական դրդապատճառներ կան, ինքս չեմ բանակցել ու չգիտեմ, միգուցե այդ ենթադրությունը սխալ է։ Դրա համար պիտի մենք իշխանություն ունենանք, հասկանանք այդ քաղաքական դրդապատճառները, հասկանանք թե ինչ արգումենտ են բերում տվյալ երկրները այդ քաղաքական դրդապատճառների համար, որից հետո ասենք, գիտեք ինչ, ժողովուրդ, այս 14-ը, որ առաջարկում ենք ներդրողնել կա, չի ստացվում, որտեղ այս քաղաքական դրդապատճառը վտանգավոր է, կամ ստացվում է, ինչը շատ հավանական է, որ ստացվի։ Այսինքն դա չի խանգարում, որ մենք մեր ծրագրում դա գրենք։ Երկրորդ ասեմ, քաղաքականի առումով, նման հետևություն անելու առումով, ես մի արգումենտ էլ ունեմ, որ դա ասեցի, որովհետև 2013 թվականի ընտրություններին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր ծրագրում գրել էր, որ պիտի հիդրոէլեկտրոկայան կառուցի Արաքս գետի վրա եւ Իրան-Հայաստան երկաթգիծ։ Հիդրոէլեկտրոկայանը դա ամբարտակ է, հետեւաբար ինքը ջրամբար է, հենց կա ամբարտակ, արդեն ջրամբար է։ Եվ այստեղ այդ հիդրոէլեկտրոկայանը կառուցելու ֆինանսավորողը ֆրանսիական կողմն էր։ Ֆրանսիացիները միշտ ջրի կուտակմանը եւ կառավարումը տանում են էներգետիկայի դաշտ։ Անգլիացիները դրան անվանում են ջրերի կառավարում։ Համոզված եք, որ անգլիացիները կցանկանան մեզ մոտ այդ ծրագիրը անել։ Ես ոչ միայն համոզված եմ, առաջարկություն տվել են։ Այդտեղ համոզված լինելու կամ չլինելու խնդիրը չկա։ Առաջարկը գրավոր է եղել, որը ներկայացվել է, որ կա գումարների մասին է խոսքը, պարոն Սարգսյան։
Գիտեք ինչ, գումարների խնդիրը հետևյալում է, մարդիկ տեղում ամբողջական ուսումնասիրություն են անում, նոր գումարներ են ներկայացնում։ Իրենք սկզբից ներկայացնում են պետությանը, որ մենք տեսնում ենք, որ այսքան խորանարդ մետր ջուրը այդքան ջրից կարող ենք այսքանը ամբարել։ Այդքանն ամբարելու համար անհրաժեշտ կլինի այսքան ջրամբար։ Եվ եթե պետությունը դեմ չի, իրենք կարող են գալ ու արդեն պետության հետ ընդհանուր համագործակցության գալու առումով հաշվարկել ու այդ անել։ Անգլիական այդ ընկերությունը գումարներ ներդնելու կամ գումարներ ներգրավելու տարբեր բանկային համակարգերից խնդրեմը չունի եւ որևէ մեկը ով հնարավորություն կունենա այդ անելու, այդ խնդրեմը չի ունենա։ Ասեմ ինչու, որտեղ 2025 թվականին Իրանում երաշտարի էր եւ Իրանի Մազանդարանի հարթավայրի բնակչությունը դուրս եկավ բողոքի ցույցերի եւ դա Իրանի պատմության մեջ միակ դեպքն է, որ Իրանի իշխանություններն ասացին, որ ջրի համար բողոքի ցույցեր անելու իրավունք մուսուլմանը ունի եւ Իրանի կրոնական իշխանությունները ոստիկանություն չանեցին մարդկանց դեմ։ Այդ ժամանակ Իրանում 1 խորանարդ մետր ոռոգման ջրի գինը հասավ 5-ից մինչև $8։ Պատկերացնում եք, այս ինչ ֆանտաստիկ թվեր է։ Իսկ եթե Հայաստանը ենթադրենք 2 միլիարդ խորանարդ մետր ջուր վաճառի Իրանին նման իրավիճակներում, թեկուզ 50 ցենտով, կես դոլարով, այդ արդեն 1 միլիարդ գումար է, այդ էլ տրամադրի հայկական բանակին, այդ արդեն Հայաստանի բանակի բյուջեն կամաց կհասնի Ադրբեջանի բանակի բյուջեին, ու Ալիևը մեր հետ այդպես չի խոսի։ Երկրորդ հանգամանք, Սաուդյան Արաբիայում 25 թե 30 տարի առաջ 6 միլիոն բնակչություն է եղել, իրենք ունեցել են 6-ից 8 ջրամբար։ Թվերը կարող է լավ չի հիշեմ, բայց այդ միջակայքում են։ Այս 6-ից 8 ջրամբարի ջուրը բավարարել է 6 միլիոն բնակչությանը։ Հիմա Սաուդյան Արաբիան 36 միլիոն բնակչություն ունի չհաշված տուրիստները, եւ այդ ջրամբարների ջուրը չի բավարարում։ Եվ իրենք հակված են ոչ միայն ոռոգման ջուր գնելու Հայաստանից, այլ իրենք կարող են գալ Հայաստան, այստեղի այդ ջուրը, որ մեր կա, իրենք այդ ֆիլտրեն, հետո իրենք մեծ տարաներով այդ տեղափոխեն իրենց երկիր, այնտեղ շշալցում անեն, իսկ եթե ձեռնատու լինի, նաև շշալցումն անեն այստեղ։ Այդ ուղղությամբ վստահաբար եմ ձեզ ասում, որ եթե իսկ Սաուդյան Արաբիա, Արաբական Էմիրատություններ, Իրան, Չինաստան, այս երկրները միշտ աշխատում են պետության առաջի դեմքի հետ շփումով, որտեղ իրենց մոտ այդ կարգ է, պիտի թույլատրությունը լինի։ Իրենց մոտ պետության առաջին դեմքն է ամեն ինչ որոշողը։ Ես վստահ եմ, որ եթե մեր պետությունը իր համապատասխան մարմիններով, այս ուղղություններով Սաուդյան Արաբիայի հետ աշխատի, այսինքն ոչ թե նստի սպասի, որ սաուդները իրենք գան դիմեն իրեն։ Դու ունես այդ ջուրը, դու պիտի գիշեր ցերեկ հանգիստ չտաս, որ նրանք գան ու այդ խնդիրները լուծեն։ Այսինքն աշխատելու մեխանիզմը դրսի հետ ներդրումներ սպասողից պիտի վերածվի ներդրումների համար դաշտում կռիվ տվողի, գիշեր ցերեկ կռիվ տվողի, եւ մենք այս մոտեցման կողմնակիցն ենք։ Նույնը վերաբերվում է նաեւ ձեր տված հարցի առումով մնացած բոլոր ուղղություններով։ Հայկական կոնյակի մասով, օրինակ Երևանի կոնյակի գործարանը իր կոնյակի վարկանիշը պահում է, եւ եթե տեսել եք ռուս զբոսաշրջիկները Երևան գալուց հիմնականում գնում են Երևանի կոնյակի գործարանից են կոնյակ առնում, ոչ թե հենց կոնկրետ գործարանից, ոչ թե տարբեր գործարանների արտադրած, որևէ անուն չդնելով այդ գործարանների արտադրանքին, սա ցուցիչ է արդեն, որ այդ գործարանները պիտի իրենց որակը լավացնեն։ Ես չէի ասի, թե ասենք, չգիտեմ, Պրոշյան կամ Երասխի գործարանը կամ մյուսը վատ կոնյակ է արտադրում կամ Արարատ գյուղի գործարանը, բայց այն որ Պեռնոյի բրենդը, Երևանի կոնյակի գործարանի բրենդը իր տեղը որպես որակյալի ապահովել է, իսկ իրենց բրենդները ինչ որ բաներ թերություններ ունեցել են, այդ արդեն փաստ է հենց գնման առումով, պահանջարկ ու առաջարկի առումով։ Հիմա եթե ռուսական շուկան հայկական կոնյակի մուտքը փակի,
որ երկրները կգնեն հայկական կոնյակը ըստ ինչ շանսեր կան։ Տեսեք, եթե մենք խնդիրը ուղակի դնում ենք այդ հարթության վրա, որ եթե Ռուսաստանը կփակի, այո, որովհետև արդեն դեպքեր տեսել ենք, որ կոշտ միջամտություններ են լինում։ Մենք պիտի, ես համարում եմ, որ մեր ազգը հնարամիտ է եւ շատ աշխատասեր, եւ մեր ազգը կարող է շատ բարձր ու թանկ որակի ապրանքներ արտադրել, եւ ես բոլոր ոլորտներում, ասենք, ես ասում եմ, եթե մարդը կոշիկ է արտադրում, պիտի առնի ամենաթանկ տակածուն, ամենաթանկ կաշին եւ վաճառի ամենաթանկ գնով։ Տեսեք, հայ ոսկերիչները հասել են դրան։ Հայ ժամագործները հասել են դրան։ Նրանք կայացած բրենդներ են ամբողջ աշխարհում։ Ես տեսել եմ այդ ամեն ինչը։ Նույնը պիտի վերացենք այն մյուս դաշտերի վրա։ Կոնկրետ ձեր հարցին պատասխանելու համար պիտի ասեմ, որ նախ Ռուսաստանը եթե փակի, ռուս այն մարդը, որ հայկական կոնյակ էր խմում եւ դա հավանում էր, կզրկվի դրանից, ինքը պետք է փորձի այդ տեղը լրացնել ինչ-որ բանով։ Հիմա ինքը Coca-Cola-ն էլ է փակել, դա չի նշանակում, որ Coca-Cola-ն վատն է, հնարել են ռուս կոլան, այդ իրենց դժբախտությունն է, ոչ թե մեր դժբախտությունը։ Մենք պիտի նոր շուկաների եւ մեր բրենդների կայացման առումով գործընթացներ անենք։ Ես օրինակ Միացյալ Նահանգներում մի լավ ընկեր ունեմ, որ այդ ուղղությամբ անընդհատ ինձ գրում է, որը փորձել է 30 տարի հայկական այդ բրենդները Միացյալ Նահանգների շուկաներում ներկայացնել, որը հենց կոնյակի գործարանի խնդրով է այնտեղ գնացել, հետո խորացել է, ինքը բերում է օրինակ աբխազների օրինակը, ասում է աբխազները շուն ունեն Ալաբամ անունով, եւ այդ Ալաբամը շունը դարձել է միջազգային ճանաչված բրենդ եւ ինքը բավականին թանկ գների է հասել, ու այսօր ասենք այն մարդիկ, ովքեր շուն են պահում ու այդ կարգիչներ հետաքրքրում են Ալաբամով։ Հիմա ասում է մեր հայկական շները, որ կան, բողարները, դրանք ասենք գայլխեղտ այդ շները, որ մենք ունենք, դրանք բրենդ են, թե ոչ։ Եթե բրենդ են, ապա ինչու մենք ասենք այդ շների համար Երևանին կից որևէ տեղ ենթադրենք Մասիսում կամ Արմավիրում ինչ որտեղ չենք կառուցում, որ տուրիստներին էլ տանենք, ասենք տեսեք, սրանք հայկական ցեղակրոնի ցեղի շներ են, հովվական շներ, որոնք այս պարամետրերն ունեն ու այդ բրենդը ներկայանալի դարձնենք։ Օրինակը ուղակի շան վրա բերեցի, կարող եմ ուրիշ բաների վրա էլ բերել, այս ուղղությամբ աշխատանք անել է պետք։ Եվ իմ առաջարկածը այս համատեքստում է ավելի շատ, քան ինչ որ բան մերժելու, հրաժարվելու եւ այլն։ Ես ասում եմ, որ այդ հրաժարվելը ինքն էլ կարող է բերել նրան, որ մարդը հնարամտություն գտնի ու ելքեր առաջարկի, բայց ես ավելի շատ ոչ թե կոչ եմ անում հրաժարվել, ես ասում եմ անենք քայլեր, որով ճանաչելի կդառնանք։ Դրա համար եմ ասում, սեղմում եմ այն տնտեսագետների ձեռքը, ովքեր նման տեսակետ են արտահայտում, որ մենք պիտի քայլեր անենք, ոչ թե մեզանից է կախված մեր ապրանքների որոշակի շուկաներ դուրս գալու խնդիրը, ու այդ ուղղությամբ ու այդ առումով բոլոր ուղղություններով, բացի կոնյակագործությունից, մենք լուրջ անելիքներ ունենք, որը ցավոք սրտի մինչև այսօր չենք արել, եւ երբ որ Եվրոմիությունը ասում է ես ձեզ կօգնեմ անելու, ու այստեղ մենք փոքր քայլ ենք անում, այդ դրսից նայվում է, որ այդ թշնամանք կա եւ այդ ամեն ինչը փորձելու են կտրել, խանգարել։ Ես կարող եմ բերել Վրաստանի եւ Մոլդովայի օրինակը, 2008 թվականից հետո Ռուսաստանը արգելեց վրացական գինիների վաճառքը իր երկրում։ Իսկ Վրաստանի իշխանություններին ասաց, որ դուք կարող եք, իսկ Եվրոպան Վրաստանի իշխանություններին ասաց, որ մենք 2 տարով բացում ենք մեր դռները ձեր գինիների առաջ, բայց ձեր գինիները պիտի բերեք ու համապատասխանեցնեք այս չափանիշներին։ Վրացական գինեգործարանները իրենց գինեգործարաններում եղած այդ հին ռուսական չուգունի տարաները սկսեցին վաճառել։ Հայ գինեգործները ուրախ, զվարթ, ինչքան էժանով այդ տարաներն են գրում բերեցին, հիմի կրակն են ընկել ձեռքը, կարող եք որևէ գինեգործանի դիմացով անցնելուց տեսնեք, թե այդ տարաներից դրսում ինչքան է շարած։ Արդեն հանում են, որտեղ հասկացել են, որ այդ որակա զրկված է։ Եվ վրացիների գործարանները վերապրոֆիլավորվեցին ու շատ ավելի բարձր որակով գինիներ սկսեցին արտադրել։ Ռուսական շուկան իր դռները բացեց
քանի որ դրա պահանջարկը կար։ Խայտարակությունը նրանում է, որ այսօր ռուսական շուկայում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող վրացական գինիները ավելի թանկ են, քան հայկական կոնյակը, ինչը անհնարին բան է։ Տնտեսագիտության տեսանկյունից այդ անհետեցությունը, ապրանքը, որը պահելու ժամանակ է վերցնում իր վրա, պահեստավորման եւ գնի որակի ավելացման, ինքը միանշանակ պիտի ավելի թանկ լինի։ Առավել եւս, որ այդ բարձր շաքարայնության խաղողներից են ստանում, այսինքն նույնիսկ խաղողի գնման գինն է թանկ։ Հետևաբար այստեղ խնդիր է առաջանում, ինչպես է այդքան էժան վաճառում այդ կոնյակը դրսում։ Ուրեմն այստեղ որոշակի կոռուպցիոն պայմանավորվածություններ կան հայ եւ ռուս գործարարների մեջ։ Ես սրան դեմ եմ եւ ես ուզում եմ, որ հայ եւ ռուս գործարարները աշխատեն շուկայի պահանջարկի վրա, ոչ թե կոռուպցիոն պայմանավորվածությունների։ Տեսեք, արտաքին առևտրի վերաբերյալ կարող ենք շատ երկար խոսել, նույնիսկ բանավիճել, բայց քանի որ դուք ունեք նաեւ այլ կետեր ձեր ծրագրի մեջ, առաջարկում եմ անցնել առաջ։ Քարոզարշավի ժամանակ, վերջին օրերի քարոզարշավի մասին է խոսքը, դուք ասացիք, որ հնարավոր է առաջիկա 5 տարում Հայաստանի պետական բյուջեն դարձնել 45 միլիարդ դոլար։ Այսօրվա դրությամբ մեր բյուջեն 10 միլիարդի չի հասնում, 8-ից 9 միլիարդ դոլարի է։ Այս դեպքում ինչպես եք պատկերացնում, ինչի հաշվին պետք է բյուջեն այդքան մեծացնել, հաշվի առնելով, որ մեր պետական բյուջեի 95-96%-ը գոյանում են հարկերից։ Տեսեք, կարող եմ ասել, որ այո, այդ ամբիցիոզ է, ասել եմ, որ առաջին 5 տարում կարող ենք հասնել, ավելի ամբիցիոզ։ Իմիջիալից որոշ տեղերում նաև ավելի բարձր ցուցանիշներ էիք ասել, 10 տարում 80 միլիարդ, միտեղ 200 միլիարդ էիք ասել։ 200 միլիարդ չեմ ասել եմ 10 տարում 80 միլիարդ, մինչև այդ ասում մինչև այդ ասել եմ 200 երբեք չեմ ասել։ Մինչև այդ ասել եմ 100 միլիարդ, հետո որոշակի թվաբանություն անելուց հետո հասկացա, որ 80 միլիարդն է, որը կարող է հնարավորություն ունենանք եւ տանք, այդ հասնենք այդ 80 միլիարդին։ Դրան հասնելու համար ամբողջական տնտեսական համակարգը օգտագործել է պետք, որպես օրինակ բերել եմ յետպատերազմյան Ճապոնիայի հիմնականում եւ Գերմանիայի օրինակը 45 թվականի երկրորդ համաշխարհայինից հետո իրենք շատ ավելի նվաստացուցիչ խաղաղության համաձայնագիր էին ստորագրել, քան մեր նոյեմբերի 9-ներ կամ օգոստոսի 8։ Ճապոնիան ընդհանրապես սայրահեղ ծանր վիճակում էր, երիտասարդությունները կամիկաձեի դերով մտած ամբողջությամբ ոչնչացել էր, Հիրոսիմա Նագասակիի վրա միջուկային ատոմային զենք էին օգտագործել, իսկ այդ ժամանակ աշխարհում որևէ մեկը չգիտեր, թե այդ ճառագայթումը ինչքան է տարածվելու, կանգնելու է արդյոք թե չի կանգնելու եւ որևէ մեկը վստահություն չուներ, որ ողջ է մնալու։ Բայց այդ ժողովուրդը նման պարտությունից, նման նվաստացումից հետո ոտքի կանգնեց եւ եթե Ճապոնիան 45 թվականին ուներ 200 միլիոն թիվը ճիշտ եմ ասում, yen, կարող եք ստուգել, 10 տարի հետո 55 թվականին այդ 1 տրիլիոն yen էր։ Այսինքն ինքը 5 անգամ ավելացրել էր իր։ Հայաստանն ինչի հաշվին պետք է ավելացնի։ Հայաստանը Ճապոնիայից իր բնական ռեսուրսներով, աշխարհագրական դիրքով պակաս երկիր չի։ Նույնը Գերմանիան, յետպատերազմյան Գերմանիան բնական ռեսուրսների առումով Հայաստանից հարուստ չէր, բայց 10 տարի հետո արդեն Գերմանիան հասավ ու Ճապոնիան էլ հասան այն մակարդակի, որ Ռուսաստանը իրենց հետ բանակցում էր որոշ խնդիրների առումով, որոշ ապրանքներ գնելու կամ վաճառելու առումով, իսկ շատ ավելի ուշ Գերմանիան հասավ նրան, որ երկու Գերմանիաները միավորվեցին։ Ու այդ հաղթանակը տնտեսական հաղթանակն էր։ Այսինքն իմ առաջարկածը ոչ թե պատերազմով, այլ աշխարհի համար ընկալելի ցիվիլ առանց արյունի տնտեսական մրցակցությամբ հաղթանակի հասնելն է Ադրբեջանը։ Որ ոլորտների հաշվին կարող ենք մենք մեզ նման հեռանկարում տեսնել։ Հիմնական ոլորտների մասով ես արդեն երևի 15 տարուց ավել է նշում եմ, նույնիսկ Ես լսել եմ հանքարդյունաբերությունը ձեր հայտնի։ Այո, հանքարդյունաբերությունը, նույնիսկ տնեցիները արդեն նակաժները փակում են կամ զավակներս իմ տնազն են անում, բայց ունեցածն է։
Ես համարում եմ, որ աշխարհը Աստված մեզ չի նեղացրել, որ մենք պատերազմների արդյունքում մեր հայրենիքը թողած բարձրացել ենք այս սարերը դաշտավայրերից, բայց այս սարերի քարերի մեջ հարստություն կա, մեր լեռները լի են ջրերով, քաղցրահամ ջրերով եւ դա այն հիմնականն է, որից պիտի սկսել։ Ցանկացած տնտեսություն տեղից փոխվում է ինչ որ լոկոմոտիվով։ Այնպես ինչպես շարժակազմը քաշում է քարշակը, սկզբից գնացող, այդ քարշակը ես տեսնում եմ հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելով։ Տեսեք, Ամուրսարի համար ես պայքարել եմ գոնե այս իշխանությունների դեմ 5 տարի։ Որ չշահագործվի։ Որ շահագործվի։ Ես Ամուրսարի շահագործման կողմնակիցն եմ եղել, ամենաշատ մեղադրանքները ստացել եմ բնապահպաններից, անկամայոյանքների եւ այլնի տեսքով, այդտեղ ապրող կամ այդ շահերը սպասարկող տարբեր մարդկանց կողմից, նաեւ իշխանությունը այդ գիծն էր պահում էկոլոգիայի, եւ ես ձեզ ասեմ, որ եկող տարվանից, երբ որ Ամուրսարը կաշխատի, ինքը տարեկան մինչեւ 5 տոննա ոսկի արտադրելու։ 5 տոննա ոսկին այսօրվա գներով մինչև 1 միլիարդ 200 միլիոն համախառն ներքին արդյունք է ստեղծելու, որը այսօրվա քաջարանի հզորությունների չափ է։ Իսկ Ամուրսարը համեմատել քաջարանի հետ, այդ մոտարապես այսպես է, ոնց որ համեմատես, ասենք, չգիտեմ, Միացյալ Նահանգները Հայաստանի հետ։ Քաջարանը համաշխարհային նշանակության հանքավայր է։ Որոշ տվյալներով, որ համացանցում է դրված, որը ասվում է, Հայաստանն ունի 3 միլիարդի մետաղական հանքանյութ պարունակող հանքավայրեր, իսկ գոյություն ունեցող մասնագետներ կան, որոնք ինձանից շատ ավելի լավ են տիրապետում այդ խնդրին եւ իրենք լեռնամետալուրգիայի կամ լեռնագործության ակադեմիայի անդամներ են, իրենք ասում են, որ այդ քանակը 8 միլիարդից անցել է։ Քաջարանը աշխարհի մոլիբդենի, քաջարանում է աշխարհի մոլիբդենի 6%-ը, իրականում 8%-ը։ Այսինքն, եթե քաջարանը մոլիբդեն չարտադրի, մոլիբդենի գները համաշխարհային շուկայում կսկսեն տատանվել։ Այսօր քաջարանն աշխատում է իր հզորությունների 20-25%-ով։ Քաջարանի հանքավայրը կարող է արտադրել տարեկան 1 միլիոն տոննա խտանյութ։ Հիմա քաջարանն արտադրում է 220-250 Մինչև 300 մինչև 300 լավագույն թիվը, որ Հայաստանն ունեցել է, դա 2017 թվականին է եղել, համախառն բոլորը իրար հետ արտադրել են 400 տոննային մոտ խտանյութ։ Գիտեք Հայաստանում ինչու մետաղաձուլարան չի կառուցվել, որտեղ մետաղաձուլարան իմաստ ունի կառուցել, եթե դու 400 տոննա եւ ավելին ես արտադրում։ Ու ես այդտեղ ավելի շատ միտում եմ տեսել, որ Հայաստանում թույլ չտան 400 տոննայից ավել արտադրելու, որտեղ որ մետաղաձուլարան չկառուցվի, որ Հայաստանը մշտապես մնա հումք վաճառող, ոչ թե դառնա իր հումքը վերածի ապրանքի։ Եվ այս առումով Թեղուտի հանքավայրը, որ այսօր ՎՏԲ բանկն է կառավարում, իր հզորություններով քաջարանից շատ քիչ է փոքր, շատ մեծ հանքավայր է։ Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է։ Եվ այս Թեղուտի հանքավայրում ուղղակի հանքանյութը նույն չափ հարուստ չէ, ինչքան քաջարանին։ Եթե քաջարանինը 25-ից 30%-ի սահմաններում է պղնձի պարունակությունը, Թեղուտում այդ թիվն ավելի ցածր է, բայց ինքն էլ իր հզորությունների, այսպես ասեմ, 30-35%-ի չափով է աշխատում։ Ագարակի հանքավայրը տարեկան արտադրում է 13-ից 15 հազար տոննա խտանյութ, ինքը կարող է մինչև 25 հազար արտադրել կիսատ։ Այսինքն, երբ ասում եք 1 միլիոն տոննա խտանյութ, բոլոր հանքերը միասին եք ասում։ Ես ասում եմ, որ 1 միլիոն տոննա խտանյութ բոլոր հանքերը միասին արտադրելու հնարավորություն 5 տարում կա։ Եվ դրա հաշվին պետք է մեր բյուջեն դա ուղղություններից մեկն է, միայն դրա հաշվին չի կարող։ Միայն դրա հաշվին չի կարող լինել։ Չի կարող միայն մի ուղղությունը բյուջեն այդքան ավելացնել։ Ուրիշ ինչ ուղղություններ ունենք, որովհետև հանքարդյունաբերությունը այսօր մեր հնայի 3-ից 4%-ն է, որքան էլ որ մենք ասում ենք հանքարդյունաբերությունը անդադ քննարկվում է, բայց փաստացի 3-ից 4%, նույնիսկ եթե տասնապատկվի, միևնույն է ինքը ամբողջությամբ չի փակելու։ Եթե տասնապատկվի 3-ից 4%-ը դառնում է 40։ Այսինքն եթե տասնապատկվի, այդ ընտիր է,
Այդ արտակարգ է։ Միևնույն է 5 անգամ կավելացնի մեր բյուջեն, Ոչ, ըստ 5 անգամ չի ավելացնի, բայց այդ արտակարգ է, դրա համար կան ուրիշ ուղղություններ, որոնք պիտի ներառել տնտեսության։ Մեկը հենց ամուլսարը, որ մինչև հիմա չի եղել ու քաջարանի չափ կարող է։ Չէ, նկատի ունեմ հանքարդյունաբերությունից դուրս մենք որտեղ պոտենցիալ ունենք։ Այսօր այդ ինչ որ ասում եք ձեր այդ ասած թիվը, դրանում ամուլսարը մտած չի, որտեվ ինքը դեռ չի արտադրել, չէ՞։ Երբ որ կարտադրի, նոր այդ կլինի հանքարդյունաբերության ձեր ասած թվի մեջ։ Ամուլսարի միանալը այդ ձեր ասած հանքարդյունաբերության թիվը բարձրացնելու է, չէ՞, ասենք այդ 4%-ը դառնալու է 5% կամ 6%։ Իսկ եթե այդ արտադրողականությունը մեծացվի, Հայաստանում կա մետաղական հանքավայրեր 42 արդյունաբերական նշանակության առումով պիտանի մետաղական հանքավայրեր։ Հայաստանը շահագործում է դրանցից 4-ը. Քաջարան, Կապան, Ագարակ, Թեղուտ։ Վերջ։ Իսկ մնացածները ինչու չեն։ Ասեմ, չեն, որովհետև Հայաստանը կիրառում է ոչ ճիշտ հարկային քաղաքականություն այդ ոլորտով։ Եվ այդ ոչ ճիշտ հարկային քաղաքականությունը հնարավորություն չի տալիս այն սեփականատերերին, որոնք այդ հանքերը վերցրել են, ներդրումներ անել ու իրենց, որտեվ մի տեղում եթե օգուտ տա, տեսեք պղնձի ոսկու գները ինչ աճել են աճում։ Մարդը այդ հանքավայրն ունի ու չի աշխատեցնում։ Հանքը աշխատեցնելը ինքը հեշտ խնդիր չի։ Դու պիտի բավականին մեծ հողային աշխատանքներ անես, հետո նոր հասնես հանքը բացելուն եւ այդտեղից սկսես արդեն կորզումն անել, տանել ֆլոտացիայի փուլ։ Մարդիկ չեն կարողանում այդ գումարները վերցնել, որովհետեւ այդ ընթացքը, որտեղ ինքը պիտի հողային աշխատանքներ անի, ինքը պիտի շարունակի այդ գումարները մուծել։ Չունեն այդ բանը։ Ես ձեզ ասեմ, որ Լեռնամետալուրգիայի ակադեմիան 10 երկրների հանքարդյունաբերության, որոնք պղինձ են արտադրում եւ տարբեր նյութեր, հարկային քաղաքականությունը ուսումնասիրել էր եւ այդ ուսումնասիրության արդյունքում, այսպես ասեմ, առանցգական հարկային քաղաքականության մոդել էր առաջարկել Հայաստանում կիրառելու համար։ Ես եւ Valex ընկերության սեփականատեր Վալերի Մեժլումյանը այդ առաջարկը ես ուղարկել եմ վարչապետին, վարչապետը մեզ ուղարկել է փոխվարչապետի մոտ, գնացել ենք իր մոտ, այդ ծրագիրը ինքը 40 էջ էր, ինքը $3 միլիոն էր արժեցել Լեռնամետալուրգիայի Լեռնագործության ակադեմիայի համար այդ հետազոտությունն անելը։ Մենք այդ 40 էջը տվել ենք Հայաստանի իշխանություններին, իրենք այդ վերցրել են, որից հետո հանդիպել ենք փոխվարչապետ Խաչատրյանի հետ այդ թեմայով, որ ֆինանսների նախարարությունից եկավ, որը ասեմ նաև երկար տարիներ հանքարդյունաբերության ընկերություններից մեկում հաշվապահ է եղել եւ պիտի այդ գործին ծանոթանար, որը ընդհանուր առմամբ ընդունում է այդ առաջարկները, որոնք որ կան, բայց այդ տեղից չի գնացել։ Երկրորդ ոլորտը, որը կարող է Հայաստանի բյուջեին լրացուցիչ շատ մեծ գումարներ բերել, այդ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտն է, որ մենք մեր 7-4 միլիարդ ջրից անգամ մեր 2.5-ը չենք կարողանում անբարել, իսկ իրականում մինչև 5-ը անբարելու ռեալ հնարավորություն ունենք, ու այստեղ այն հանգամանքն է, որում թե ներդրողներ կան, որովհետև ջուրը այն ապրանքն է, որ աշխարհի այս գլոբալ տաքացման պայմաններում անդադ պահանջարկ է ունենալու, իսկ որ մենք այդ պահանջարկի տեղը չենք գտնում, դրա մեղավորը մենք ենք, որտեղ լոբիստական աշխատանքներ, այ ձեր այդ ասած բրենդային ներկայացնելու մեր բրենդները ներկայացնելու այդ գործընթացը չենք անում։ Այդ ոնց ստացվեց, որ վրացիները բորժոմին կարողացան ներկայացնելու այսօր արևմտյան շուկաներում, ասենք մասնավորապես Միացյալ Նահանգներում այդ բորժոմին կա, իսկ հայկական ջերմուկը չկա։ Դա նրանից է, որ նախ Վրաստանը իր սահմանադրության մեջ գրեց Եվրոմիություն, ֆիքսելով, որ մենք ուզում ենք Եվրոմիություն գնալ, երկրորդ, որ իրենք բրենդի կայացման ու ճանաչելիության համար միանշանական համեմատ ավելի լավ աշխատանք են անում, քան հայերը, ու այս մեր թերացումն է, ու նորից սեղմում եմ ձեր ասած ոչ քաղաքական տնտեսագետների ձեռքը։ Երրորդը ես ներկայացրել եմ մի ծրագիր, որի անունը բազալտաթերերի արտադրություն է, եւ իմ վերջի ժամանակին ներկայացրած ամենաշատ դիտումներ ունեցող 1.5 րոպեանոց տեսանյութն է, որը 15,000-ից ավել միայն հավանում էր ստացել։
Այդ իմ համար ռեկորդային թիվ էր։ Խնդիրը նրանում է, որ բազալտաթելեր Հայաստանում փորձել են ստանալ եւ գործարան են կառուցել սրանից 10 տարի առաջ։ Մեկ խորանարդ մետր բազալտի գինը 24 դրամ է այսօր։ Մեկ խորանարդ մետր բազալտը մոտավորապես 2100 կիլոգրամ է։ 1 կիլոգրամ բազալտաթելի գինը 12000 դրամ է։ 12000 դոլար է։ Դուք պատկերացնում եք գների տարբերություն։ Հայաստանի բազալտի 1 տոննայից ստացվում է 1 կիլոգրամ մաքուր բազալտաթեր։ Բացառիկ բան է, Վրաստանը նույն քանակության բազալտից 1 տոննայից ստանում է 50-ից 60 գրամ։ Բազալտի որակից է։ Եթե շինարարական տեսքի առումով վրացականը կարող է լավ նայվել, իր ֆիզիկա-քիմիական հատկությունների առումով միանշանակ 2 անգամ զիջում է Հայաստանի բազալտաթելին։ Այսօր Հայաստանի բազալտաթելերի այդ գործարանը 80 միլիոն դոլար ներդրում անելու խնդիր ունի ընդամենը, որով բազմաթիվ անգամներ թե հեռուստատեսությամբ, թե ուղիղ հանդիպումներով դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, որ նայեք այս ոլորտը, ուսումնասիրեք այս ոլորտը, այս մարդուն արտոնյալ վարկ տվեք, որ ինքը վառարանները վերանորոգի ու սկսի նորից աշխատել։ Այսօր իրենք աշխատում են, իրենք պատկերացրեք Իրանից բերում են բազալտաթել, այդ բազալտաթելից ստանում են բազալտի տեքստիլ, ինքը կտոր է, որը օգտագործվում է զրահաբաճկոնների եւ հիմնականում այդ մեքենաների այն պլաստմասե նյութերը, որոնք որ կան, դրանց հենքի վրա կարբոնների վրա ստանում են այդ։ Ինքը դրանից ստանում է ու վաճառում է եվրոպական երկրներ։ Կառավարությունը ներդրումներ անելու ձեր առաջարկին ինչպես է արձագանքել եւ առհասարակ այսօրվա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը դուք ինչպես եք գնահատում։ Գոհ եք։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ դժգոհ եմ, բազմաթիվ անգամներ առանց թաքցնելու ասել եմ, որ տնտեսական հեղափոխություն, որը խոստացվել է, տեղի չի ունեցել, որ այսօրվա իշխանությունը աշխատում է Սատիկ Տոտայի ՀԴՄ-ի կտրոնի վրա, թող ինձ ներեն այս համեմատության վրա, որտեղ մենք այն ինչ որ ցույց ենք տվել, այդ ՀԴՄ կտրոն, ես ՀԴՄ կտրոնին դեմ չեմ բացարձակապես, ես կողմ եմ ՀԴՄ կտրոնին, բայց ես գտնում եմ ու իմ հառաչարկների ամբիցիոզությունը համարում եմ դրանում, որ ես առաջարկում եմ նորանոր հարկատուների քանակն ավելացնել, ոչ թե եղած հարկ տվողների վրա վարչարարությունը մեծացնել կամ հարկերի չափը մեծացնել։ Նույն փոքր բիզնեսի փոքր բիզնեսի վրա կիրառվող այդ հարկի մասով, որ խոսվում է, որ ուժեղ Հայաստանն առաջարկում է 0 եւ այլը։ Այս առումով էլ իշխանությունը մեղավոր է, ինչու՞։ Որովհետեւ սկզբից 0 էր, 0-ն անտրամաբանական է ու սխալ է, չի կարելի 0 կիրառել, դա հակատնտեսագիտական է, որից հետո եկավ 5%-ը, որից հետո դա տեսան, որ 5%-ը նորմալ է, դարձրեցին 10%։ Հիմա երբ որ ես մարդկանց հետ շփվում եմ այս հանդիպումների շրջանակում, ու մինչև էլ որ կուսակցության ծրագիրը պիտի գնեինք, այս հարցին պիտի պատասխանեինք, որտեղ ինքը դարձել է հանրության մեջ են քննարկվող հարցերից հանձինս Սամվել Կարապետյանի կուսակցության, որ այդ թեման գրել է եւ այդ դարձել է։ Եվ երբ որ ես շփվում եմ, մարդիկ ինչ են ասում են, չէ, 0-ն սուտ է, 0-ին չենք հավատում, բայց այդ 5%-ը շատ լավ էր։ Այսինքն իշխանությունը ինչ որ քայլեր անելով, եթե որևէ տեղ տեսնում է, որ արդյունք ունեցավ, ինքը դրանից ողջևորվում է ու սկսում է այդ ճոպանը ավելի ձգել, իսկ այդ ճոպանը կկտրվի, որտեվ իր տարողունակությունը այդքան է։ Ինչ են պատասխանում ինձ։ Ասում են շատ լավ, շնորհակալություն, ապրեք պարոն Սարգսյան, համապատասխան մարդիկ կան, կհանձնարարեն, այդ կաշխատեն, այն ինչ որ ասում եք շատ լավ է, բայց բազմաթիվ ստուգելու բաներ կան։ Բնականաբար ես էլ եմ համաձայն, որ պիտի ստուգվի, պետությունը լաբորատորիա չի, որ ամեն առաջարկ վերցնի փորձի, ինքը պիտի անցկացնի իր լաբորատորիաներով, ուղղակի տպավորություն ունեմ, որ այդ լաբորատորիաներով չի էլ անցնում, որ այս պետությունը ձեր առաջարկները չեն իրագործվում, կյանքի չեն կոչվում ի վերջ։ Շատ քիչ բաներ իրագործվում են, այդ այնպես չի, որ չեն իրագործվում։ Օրինակ, տեսեք, նույն Եվրոմիության անդամակցության հայտի մարտով ստորագրությունը, որ մենք հավաքեցինք, ձեր տնտեսական խնդրից դուրս է, բայց ինքը տնտեսական կոմպոնենտ ունի, որովհետև ազատ վիզային ռեժիմը տնտեսական կոմպոնենտ է իրեն բերելու։ Տնտեսությունը քաղաքականությանը սերտաճած է, այդպես չենք կարող լրիվ առանձնացնել։
Հա, իհարկե, համաձայն եմ։ Եվ այստեղ նաև այդ արտագնահաշխատանքից եկած եկամուտների եւ այլի խնդիր կա, օրինակ Վրաստանը հիմնականում Չեխիա է ուղարկում արտագնաշինարական աշխատանքների, ավելին ասեմ 6 ընկերություններից 4-ի ղեկավարները, ովքեր վրացի շինարարներին տանում են Չեխիա աշխատեցելու հետ բերելու, օգտվելով ազատ վիզային ռեժիմի հետ 9 ամսից շինարական պայմանագրեր են կնքում, հայեր են, որոնցից մեկը իմ հետ միասին պոլիտեխնիկն ավարտած, որում հետ զրուցել եմ երկար, հասկանալու համար մեխանիզմը տնտեսական ոնց է։ Այսինքն, երբ որ մենք այդ ստորագրահավաքը անում ենք, իշխանությունը դեմ էր դրան։ Եվ իրենք դեմ արտահայտվեցին, ազգային ժողովում էլ դեմ արտահայտվեցին նիստում, բայց հանձինս Արտակ Զեյնալյանի այն կարգի ձևակերպումներ դրեց Արտակ Զեյնալյան, սկսել գործընթաց, որին եթե դեմ ես լինում, արդեն Եվրոպայի հետ որոշակի խնդիր ես ունենում, ու իշխանությունը էլ չէր կարող դրանից հրաժարվել, որտեղ այս ընտրություններում դա կդառնար մեր հիմնական խաղակարգը։ Պարոն Սարգսյան, փաստորեն դուք այսօրվա իշխանությունների հետ գոնե տնտեսական քաղաքականության հետ կապված ունեք հակասություններ։ Միանշանակ, բայց դուք ասացիք քարոզարշավներից մեկի ժամանակ, որ կանխատեսում ունեք, որ կրկին քաղաքացիական պայմանագիրն է հաղթելու եւ դուք բաց ասացիք, որ պատրաստ եք կոալիցիա կազմել։ Այդ դեպքում ինչպես է լինելու։ Դուք այլ ծրագիր ունեք տնտեսական, ԿՊ-ն լրիվ այլ ծրագիր է ներկայացնում, օրինակ ԿՊ-ն ասում է տարեկան 6-7% տնտեսական աճ կունենանք, ձեզ մոտ ավելի ամբիցիոզ ծրագրեր են։ Ինչպես եք պատկերացնում այդ համատեղումը։ Նախ ասեմ հետեւյալը, որ մենք տարաձայնություններ ունենք այս իշխանությունների հետ, ու ես բազմաթիվ անգամներ նաև դա եմ ասել, ավելի շատ, քան ռուսական ուղեկցրում եղած անդիմությունը, բայց մենք այս իշխանության հետ համագործակցում ենք մի պատճառով, որ համարում ենք այդ ռուսականը հին ու վտանգավոր, ու որպեսզի նրանք հետ չգան, այդ պատճառով է, որ մենք չենք մասնակցում ընտրություններին հաղթելու, այլ մասնակցում ենք ազգային ժողովում ներկայացված լինելու, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու ու մեր ծրագրերը հանրությանը ներկայացնելու առումով։ Կոալիցիա կազմելու առումով, այո, ես նորից այն կարծիքին եմ, որ այնպես ինչպես Երևանում քաղաքական առումով միացանք ու թույլ չտվեցինք, որ ռուսական ազդեցության ուժերը քաղաքը վերցնեն, որտեղ իրանք ուղիղ ասում էին, որ քաղաքը վերցնելուց հետո անցնելու ենք նաև կենտրոնական իշխանության, համապետական իշխանությունը վերցնելուն, ասեմ նաև, որ ես վստահ եմ, որ եթե քաղաքում իրենք վերցնեին, թրիպը չէր լինելու, այս Եվրոմիության եւ այլ այս բաները չէր լինելու, լրիվ քաղաքական այլ ընթացք էր լինելու, բայց այդ իմ կարծիքն է, կարող են մյուսները չքիսեն, կարող է ես գերագնահատում եմ մեր դերը, բայց իմ համար 100%-անոց համոզմունք է, ու ես քաղաքականության մեջ այսօր չի։ Ես երկար ժամանակ ես քաղաքականության մեջ եմ։ Հիմի նորից, եթե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն առաջանա, միանշանակ։ Այդ դեպքում ինչ է կան, ձեր ծրագրերը եք ձեր ծրագրերը։ Մենք կոալիցիա կազմենք։ Կոալիցիա կազմելուց առաջ այդ դեպքում, երբ որ կոալիցիա ես կազմում, դու իշխանություն ես բաժանում։ Իսկ ես իշխանություն բաժանելու առևտուր անելն էլ գիտեմ մի քիչ գիտեմ այդ առևտուրը, ես այդ մասին բաց ասել եմ, համացանցում այդ ամեն ինչը կա, մի քանի անգամ եմ ասել, այնպես որ կարող եմ։ Այսինքն կան ոլորտներ, որտեղ ես ուղղակի ասել եմ, որ մենք ուզելու ենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ 3 նախարարություն եւ 1 փոխվարչապետի ինստիտուտ։ Փոխվարչապետը պիտի զբաղվի թրիպում ստորագրված համաձայնության, երկկողմ համաձայնության խնդիրները լուծելու, այն որ Փաշինյանն ու Թրամփ ստորագրեցին, եւ Եվրոպայի հետ ստանձնած սկսած սեպայից ներառյալ քայլեր անելու դեպի Եվրոմիություն, քայլեր անելու այս խնդիրներով։ Նախարարությունից ուզել ենք եւ ասել ենք պիտի բացվի նոր նախարարություն, որի անվանումը պիտի լինի միջուկային էներգետիկայի եւ էներգետիկայի նախարարություն։ Հայաստանն այսօր տարածաշրջանի այն երկրներից է, որ ատոմակայան ունի, իսկ էներգետիկայի նախարարություն չունի։ Դա
ՏՏԿ-ն նախարարությանը կից է, իսկ այն դեպքն է, որ մենք ահռելի կախվածություն ունենք էներգետիկայից եւ այդտեղ պիտի նաեւ Նախարարության բացումը լուծելու է այդ հարցը կախվածության։ Նախարարության բացումը արագացնելու է Միացյալ Նահանգների մոդուլային կայաններ դնելու խնդիրը, ամենայն դեպս այդ նախարարը մենք ուզելու ենք, որ տան մեզ ու մեր նախարարը զբաղվելու է օրն ու գիշեր այդ խնդիրներով։ Այսինքն դուք ուզում եք էներգետիկան, այլ որ ոլորտներն է, որ կցանկանաք դուք կառավարել։ Երկրորդը մենք ուզել ենք, որ Հայաստանն ունենա Սփյուռքի եւ մշակույթի նախարարություն, այսինքն այսօրվա Սփյուռքի վարչությունը դառնա նախարարություն, ինչու։ Դա էլ սպասարկում է նույն խնդիրը, որովհետև առաջարկների մեծ մասը, մասնավորապես Արարատյան դաշտավայրի տեղեկատվական կենտրոն ծրագիր կար, որ 11 էջանոց ես համացանցում դրել եմ եւ այդտեղ հաշվարկված էր, որ Մերձավոր Արևելքի երկրներից 4 նանո ճշտությամբ տեղեկատվության արագությունը Արարատյան դաշտավայրից դեպի Եվրոպա ավելի արագ է։ Երկրորդ, Արարատյան դաշտավայրի կիսալեռնային հովիտներում տարվա միջին ջերմաստիճանը 16 թե 18 աստիճան է, իսկ այդտեղ ամենակարևորը սերվերները հովացնելն է, ու եթե այդ հովացնում ես այդ տաքը ինչ որտեղ օգտագործել։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ ծրագրերը հիմնականում գալիս են հայկական Սփյուռքի, այն հայությանը նվիրված շահագրգիռ հայերից, որոնք լոբիստական ճիշտ աշխատանք են անում, ներդրողներ Հայաստանին բերելով, եւ այդ լրացուցիչ լրացնելու է այն խնդիրը, որը ունի թե էներգետիկայի նախարարը, որը գնալու է կապսուլային կամ այսպես ասած մոդուլային ատոմակայանների եւ ֆրանսիական մեկ միասնական 640 մեգավատանոց ատոմակայանի առումով եւ թե թրիպի առումով հայկական լոբին Միացյալ Նահանգներում կարող է այդ միանշանակ արագացնել։ Հետևաբար մեզ այդ պետք էր Եվրոմիության մասով էլ մշակույթն է, որ հետաքրքիր է։ Տեսեք, Եվրոմիության այդ ֆորումը եկավ այստեղ Հայաստան, եթե ինքը գնար Գորիսում նկարվեր, պետք չէր գրել, դա Яв Գորիս է, որտեվ այդ պատկերը արդեն ցույց է տալիս, որ դու Գորիսում ես։ Իսկ Հուսային պողոտայում որ նկարվես, այդ ոչ մի կարող է Մինսկում էլ այդ ձևի այդ կարգի փողոց կա, բելարուսական, դրանով ոչ մի եվրոպացու չէ զարմացնի, չնայած ես Հուսային պողոտային բացարձակ դեմ չեմ այդ ուղղությամբ, այդ բացելուն։ Այսինքն երկրորդը դա էր եւ երրորդը, որը մենք ուզում ենք, ելի դրա հետ սերտ կապված ունի, մենք ուզում ենք գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն ունենալ։ Գյուղատնտեսությունը նրա համար, որ մեր գյուղատնտեսությունը պիտի բարձրորակ արտադրանք ապահովի եւ մենք առաջարկում ենք գյուղատնտեսության ապրանքների սերտիֆիկացման առանձին բաժին ստեղծել, որը էկո գյուղատնտեսությանը կտանի, կսերտիֆիկացնի, որ այս ապրանքը էկոլոգիական է, կտա դրա լիցենզիան, եվրոպական շուկաներում էկո արտադրանքը վաճառվում է 2-3 անգամ ավելի թանկ, քան, ասենք, ջերմոցային սուպերմարկետներում։ Այսինքն ես առաջարկում եմ, որ հայ գյուղացին արտադրի արտադրանք ոչ թե սուպերմարկետների մասշտաբային օգտագործման, այլ էկո արտադրանք, որոնք վաճառվում են հատուկ էկո խանութներում, բայց իրենք թանկ են, որտեղ մեր հողը քիչ է, մեր պաշարը քիչ, բայց մեր ջուրը եւ արևը լավն են։ Այս առումներով կարծում եմ այդ առաջարկները մենք կոալիցիա կազմելուց առաջ կանենք։ Եվ ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը կհամաձայնի, որովհետև տեսեք նույն Երևան քաղաքի ընտրություններից հետո, երբ որ իրենք անցան, մենք պահանջներ դրեցինք, ես ուղիղ ասացի, որ մենք դուք հավաքել եք 33%, ընտրություններում Հանրապետություն կուսակցությունը հավաքել է 11%, հետևաբար ամեն երրորդ պաշտոնը պիտի լինի մերը։ Իրենք ասացին, որ արդար է։ Եվ ես բացառում եմ, որ իմ այս առաջարկներին իրենք դեմ լինեն, որովհետև մենք աշխատանք ենք առաջարկում, աշխատանք, որը եթե կատարենք շատ լավ է, բոլորին է լավ, կոալիցիային ամբողջական, եթե չկատարենք, այդ մեզ համար է վատ, որտեվ մենք ենք դրա տակ մտել, ու ինչի պիտի չհամաձայնվի, առավել եւս, որ վարչապետը իր նշանակած կադրերին չի հանում։
Ես չեմ ասում քո նշանակած, չգիտեմ, որևէ նախարարի աշխատանքից ազատի եւ նշանակի մերը։ Սա ասում եմ բացի նորը նշանակի մերը։ Բայց դրանք նաեւ բյուջեի վրա լրացուցիչ բեռ են, չէ՞ լինում, այսինքն եթե ինչ որ գերատեսչություն չի փոխարինվում, այլ ավելանում է նորը, կան հաշվարկներ, որ մեր պետությունը կկարողանա լրացուցիչ գերատեսչություններ պահել։ Տեսեք, Սփյուռքի նախարարությունը եւ Սփյուռքի վարչությունը նույն չափի գումար էին ծախսում։ Չի պակասել։ Ավելին, ես ինչքան Սփյուռքում գնացել եմ, ինչքան Սփյուռքում եղել եմ, հետեւյալ բանն է եղել։ Բոլորն ասել են, որ նախարարություններ դա ավելի լավ էր։ Ու խնդիրը ոչ թե Հրանուշ Հակոբյանի եւ գործող Սփյուռքի վարչության մարդու խնդիրն է։ Նախարարին ընդունում են նախարարի մակարդակով։ Վարչության պետերը մեծ երկրներում նրանց տեղակալը կամ օգնական։ Այս բավականին բարդացնում է լոբիստական գործունեություն ծավալող մեր ընկերների խնդիրը։ Այս առումով ինքը կարևոր է։ Ինչ վերաբերվում է ընդհանուր մոտեցմանը, ձեր հետ համաձայն չեմ ու այդ հիմնավորում եմ նրանով, որ ես վարչապետ եղել եմ, եթե այդ սկզբունքով մոտենանք, 4 նախարարություն ունենանք, հերիք է քիչ փող կծախսենք, այդպես չի։ Այդ 4 նախարարությունը ծախսում է այնքան փող, ինչքան 17-ը, բայց ինքը այդ 17-ի գործը անում է անհամեմատ ավելի անորակ։ Օրինակ, ասենք, կարող եմ բերել, որ Շվեդիայում 4 աշակերտին 1 ուսուցիչ է, դրա համար Շվեդիայի կրթությունը ամենաբարձրն է։ Մեր 30 աշակերտին կամ 25 աշակերտին, եթե թիվը սխալ եմ ասում, 1 ուսուցիչ է ու դա մեր կրթության որակը գցում է։ Այսինքն, պարոն Սարգսյան, 3 ոլորտները երբ վստահվի ձեր քաղաքական ուժին, դուք կկառավարեք ձեր ծրագրով, բայց այն ոլորտները, որոնք մնում են արդեն քաղաքացիական պայմանագրին, դուք կհամաձայնվեք արդեն իրենց դրույթներին։ Այդպես է ստացվում։ Կոալիցիոն համաձայնությունը քաղաքական ակտ է, որտեղ կոալիցիայի անդամ կողմերը գնում են կոմպրոմիսների։ Ընդհանրապես ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք կոմպրոմիսների, եթե կոալիցիայի խնդիր առաջանա, եւ ես կարծում եմ, որ նաեւ քաղաքացիական պայմանագիրն է հակված կոմպրոմիսների։ Մենք քաղաքացիական պայմանագրին չենք կարող ասել, որ գիտեք ինչ, այ դուք պիտի դառնաք արևմտամետ, որ մենք ձեր հետ կոալիցիա կազմենք։ Ոչ էլ իրենք պիտի մնան բալանսավորման դաշտում եւ իմ կարծիքով դա կարող է նաեւ լրացուցիչ արդյունքներ ապահովել իրենց։ Բայց երբ որ մեր հետ կոալիցիա են կազմում, դա էլ երկրին ու իրենց կարող է լրացուցիչ արդյունքներ ապահովել եւ իրենք մեզ չեն կարող ասել, որ գիտեք ինչ, դուք հրաժարվեք այն մոտեցումից, որ Հայաստանը պիտի գնա ամբողջությամբ դեպի արևելք եւ այսինքն սա պարտադրված բան է իշխանությունը։ Կոալիցիաները դրա համար են գոյություն ունենում ու ապրում։ Բոլոր դաշինքները ինչ որ ժամանակ փլվում են։ Հայաստանում ընդհանրապես շատ շուտ են փլվում հակասությունների առումով։ Իսկ կոալիցիաները իրենք մնում են։ Երևան քաղաքում մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, որոնք գրեթե անլուծելի են դարձել։ Բայց երբ որ իրենք հասկացել են, որ եթե մենք կոալիցիայից դուրս են գալիս ու իրենց թողում ենք մենակ, այդ դեպքում պարոն Ավինյանը այլևս քաղաքապետ չի։ Մենք էլ հասկացել ենք, որ այդ դեպքում մեր 3 ընկերները թաղապետ չեն ու մեր Մադաթյանն էլ փող թաղապետ չի, կոմպրոմիսի ենք եկել, ընդհանուր լուծում ենք գտել, լրիվ անկեղծ ասեմ ձեզ, վստահաբար դրանից քաղաքն է շահել։ Որովհետև այնպես չի, որ մեր բերած բոլոր լուծումներն են ճիշտ։ Եվ իրենք երբ որ հակադրվում են, մենք տեսնում ենք մեր բերած լուծման թերությունները, երբ որ իրենք են լուծումներ բերում, մենք ենք հակադրվում, իրենք են էլ տեսնում այդ տեղի թերությունները ու կոմպրոմիսի գալով փորձվում է այդ ամեն ինչը շտկել։ Ընդհանրապես Եվրոպայում որևէ ուժ 50+1 չի հավաքում։ 35-36%։ Եվ ես համարում եմ, որ այս երկրի բաց թողումների մեծ մասն են, որ քաղաքացիական պայմանագիրը 50+% ունի։ Ես իմ սեփական փորձով ասեմ, երբ որ քո թիմը 50+% ունի, այնպես ինչպես միասնություն դաշինքն ուներ, երբ որ ես վարչապետ էի, թիմը անդադ քեզանից պաշտոններ է պահանջում, անդադ լրացուցիչ բոնուսներ է ուզում։ Ու դու ինչքան էլ տաս, այդ թիմը վամպիրի նման չի գոհանում դրանից, ինքը անդադ պահանջում է։ Չկատարես, կողքից օգտվում են դրանից, իսկ եթե կատարում ես, դրանից պետությունն է տուժում։ Կոալիցիան խորհրդարանական համակարգի համար անփոխարինելի մոդել է,
երբ որ խորհրդարանական համակարգում կոալիցիա չկա 50+1 է, այդ արդեն լրիվ վարչապետական մոդել է ու այդ շատ վնասակար է ու վտանգավոր է դառնում։ Եթե ասենք կիսանախագահականի պարագայում, երբ որ եւ նախագահներ ընտրված ու ժողովրդի քվեն ուներ, եւ ազգային ժողովը ու դրանք համազոր քվեներ էին ու իրար բալանսավորում էին, լրիվ վարչապետական համակարգում է չկա։ Կուսակցությունն ընտրվել է, ինքն իրանով ընտրել է վարչապետ նշանակել է, մյուս համազոր քվե ունեցող չկա, իրենք բացարձակ են, ու այս դառնում է գրեթե անկառավարելի, ու այդ ուժը սկսում է որոշակի առումով սեփական ինքնավստահության գործընթացներ, ասենք մեր օրինակի վրա կարող եմ ասել, որ ասենք պարոն Շարմազանովը ասում էր, որ առաջիկա 20 տարիներին բոլոր ճանապարհները անցնելու են Մելիք Ադամյանով եւ այլնով, ու այդ այդպես չեղավ։ Ու եթե քաղաքացիական պայմանագիրն էլ նույն ուղին շարունակի, այդ այդպես չի լինի։ Չի լինի, այնպես ցանկացած իշխանություն փոխվելու է ինչ-որ բայի։ Իշխանությունները իրենց գոյությունը ու չփոփոխվելու հնարավորությունը կամ փոփոխվելուց հետո դրական համբավը պահում են նրանով, եթե իրենք այդ գործունեության ընթացքում առավելագույն քայլեր իրենց կողմից չեն արել եւ հնարավորինս կոմպրոմիսային լուծումների են գնացել, այնպես որ ես համարում եմ, որ մեր ուժի ներկայությունը ազգային ժողովում գերկարևոր է, որ արևմտյան որևէ ուժ ազգային ժողովում լինի, այդ դեպքում թե բյուջեի մուտքերը կավելանան, թե ենթադրենք հիմի պիտի ասենք ազատ վիզային ռեժիմը լիներ մի տարում, մեր պարագայում նույն եվրոպացին տեսնելու է, որ արդեն արևմտյան արժեքներ կրող ուժ մտել է խորհրդարան, եւ ոչ միայն խորհրդարանում է ինքը նաեւ կոալիցիա է, իշխանություն է։ Այս եվրոպացու համար նշանակում է, որ հայ մարդը դեպի Եվրոպա ընտրություն է կատարել, ու մեր նշանակած նախարարը այդ ուղղությամբ գիշեր-ցերեկ աշխատելու է, ու այդ դառնալու է 6 ամիս։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ պարագայում Ամազոնը գալու է Հայաստան։ Ես էլի եմ ասում, եթե մենակ ես Ինչի համար եք վստահ Ամազոնը գալիս է Հայաստան, այսինքն դուք արդեն որևէ պլաններ ունեք, կապեր ունեք, պայմանավորվել եք։ Ես 60-ած մարդ եմ իհարկե։ Այսինքն կան մարդիկ, հայ մարդիկ, ովքեր Միացյալ Նահանգներում աշխատել են այդ ուղղությամբ, ովքեր փորձել են այդ տեսակետները ճշտել Ամազոնում ինչ կա, ու կարող եմ նաև տեսական գալու հիմնավորումներ բերել, որոնք շատ տրամաբանական են։ Օրինակ Ամազոնը նայում է, որ Հայաստանում համար 1 հարկատուն հեռախոսներ վաճառող ընկերություն է։ Նշանակում է, այս մարդիկ վաճառել գիտեն, չէ՞։ Իրենց չարտադրածը ուրիշից առնում են, վաճառում են ուրիշին ու գումար են աշխատում։ Պլյուս պետության ամենամեծ հարկատուն։ Այդ ինչ որ մի հոսքի ազդեցության տակ ենք, որը հնարավոր է չլինի։ Այդ հոսքի ազդեցության տակ ուրիշ երկրներ էլ կան, բայց չեն կարողանում։ Արեք չթերագնահատենք մեր ազգի վաճառական լինելու, լավ վաճառական լինելու ունակությունը, որ ու չենք էլ կարող թերագնահատել, որտեղ դարերի պատմությունը այդ հիմնավորել է։ Այն որ հոսքով է եւ այլ այդ ուրիշ տեղի մոտեցում է, որ իր արմատն ունի, որ այ պատերազմ է, դուք սրանից օգտվում եք դրա համար եւ այլն, բայց մենք վաճառել կարողանում ենք։ Ու այստեղից Ամազոնը նայում է, եթե մարդիկ կարողանում են լավ վաճառել, իսկ ինչի, որտեվ մեր շուկան շատ փոքր է, բայց քանի որ Տրիպի շրջանակում մենք դառնում ենք ճանապարհների, Տրիպի շրջանակում միայն Հայաստանն է, որ Միացյալ Նահանգների հետ համատեղ ձեռնարկությամբ հաստատուղթ է ստորագրել 74-26, բայց Ադրբեջանը չի ստորագրել, Թուրքիան չի ստորագրել, մյուսները չկան։ Եվ երկրորդ, եթե նայում ես այդ համատեքստում, Եվրոպայի եւ Արևմուտքի համատեքստում, ամենահարմարը Հայաստանն է, ինչու, որտեղ մենք քրիստոնեական երկիր ենք։ Իսլամական երկրները ամենայն հարգանքով իսլամին, ես իսլամ կարդում եմ, ամենայն հարգանքով իսլամին, բայց իրենք կենցաղի այլ մոտեցում ունեն։ Իրենց քաղաքներում օրը 6 անգամ պիտի մինարեթից կանչեն, մոլան մուհեդինը կանչի նամազի, իրենք բազմաթիվ այլ սովորություններ ունեն, որը քրիստոնյան մարդու մտածելակերպի կամ եվրոպական մտածելակերպ ունեցող մարդու մտածելակերպի համար անհարմարություն է։ Հայաստանը այդ առումով ամենահարմարն է։ Իրենց բոլորի գրասենյակները, իրենց բոլորի այս տարածքում կոնկրետ գծի վրա ունեցած ազդեցությունները հիմնականում այդ գրանցումը լինելու է Հայաստանում, իրենք տեղավորվում են այստեղ, ու սա դառնում է մասնավորապես Սյունիքի մարզը դառնալու է այդ հիմնական նոր գրասենյակների բացման այդ տեղերից մեկը։ Եվ այդ առումով նաև պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգների համապատասխան արտադրողներն են հետևություն անում։ Եթե Հայաստանը առնում ու վաճառում է,
Իսկ ինչ է խանգարում, որ Հայաստանում հենց իրենք հավաքեն այդ նույն հեռախոսները կամ HP համակարգիչները։ Կա հայ մարդ, որ այսօր ապրում է Ֆրանսիայում, որը, եթե չեմ սխալվում, 12 տարուց ավել եղել է HP ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Այդ մարդուն էս վերջի անգամ ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայում եղած ժամանակել է, հանդիպել այդ մարդու հետ, կան բազմաթիվ կապեր, այս կապերը, եթե ճիշտ օգտագործվի, այդ հնարավորությունը կա։ Ես օրինակ անցած ընտրություններին ասում էի, որ Չինաստանից դուրս եկող այդ ընկերությունների համար մինչև 20,000 աշխատատեղի, կանացի աշխատատեղի, որը վարձատրվում է $1,600-1,800, իսկ կանացի աշխատատեղը գերկարևոր է ընտանիքի համար, որտեղ տան փողը կնոջ մոտ է հիմնականում հավաքվում տարբեր առիթների համար։ Այս շատ կարևոր է։ Մենք այդ ուղղությամբ քայլեր անում ենք, չենք անում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե մեր կանացից ինչքանն է կամ որ քանակն է, որը կհամաձայնվի 4 ամիս դասընթացների գնալ, առավել եւս որ իրենք այդ դասընթացներին վերցնում են այն կանանց, ովքեր 25-ից 35 տարեկան են, ավելի մեծերի վրա չեն ուզում գումարը դնել, որ հետո չգնան թոշակի, հետո հիվանդություն։ Այսինքն 25-ից 35 տարեկան մենք 20,000 կին ունենք, որը ուզում է այդ ոլորտում գնալ նստել ու հավաքել ենթադրենք iPhone հեռախոս կամ HP համակարգիչ։ Ունենք թե չէ, չգիտեմ, HP համակարգիչ։ Ունենք թե չէ, չգիտեմ։ Բայց որ այդ ուղղությամբ կարելի աշխատել ու այդ ուղղությամբ առաջարկներ անել ու կան մարդիկ, ովքեր այդ ոլորտում են, ովքեր եթե այդ առաջարկը գնա Հայաստանի իշխանություններից, ասենք այն մարդուց, որ այդ նախարարությունն է ղեկավարում կամ այն մարդուց, ով այդ փոխվարչապետները, ուղղակի սրտանց կպած ու անվճար այդ գործը կանեն այդ անելու համար, այստեղ ես կասկած չունեմ։ Կասկած չունեմ։ Այն վիդեոն դրա փայլուն օրինակն է։ Ես օրինակ Երևանի պետական համալսարանում, երբ որ Nvidia-ն այս տարվա իր ներկայացումն արեց, ես սովորական մարդու նման իրենք դրել էին համացանցում, մտա հերթագրվեցի, որ ուզում եմ գալ մասնակցեմ, հերթագրումս հաստատեցին, ու ես գնացի նստեցի ու այդ ամեն ինչը լսեցի։ Հիմի ժամանակները այն 100 միլիարդը, որ ես ասում եմ, այդ պարզ թվաբանության մեջ չի, որ դնենք հաշվենք, կոպեկ, այս 3% է կդառնա 6%, դրանում չի։ 90 թվականից 90 թվականից մինչև այսօր Հայաստանի բյուջեն 18 անգամ մեծացել է։ 18 անգամ։ 300 միլիոն է եղել 2000 թվականին։ 500 միլիոն, հիմի դարձել է 9 միլիարդ, 18 անգամ աճել է, չէ՞։ Ոնց է աճել, ոչ մի բան չեն արել։ Այսինքն այս թվերը աճեք համարում, գոհ եք այդ ցուցանիշից դուք։ Բացարձակ գոհ չեմ։ Այդ դրա համար ես այդ աճի բովանդակությունն եմ ուզում փոխել։ Դուք թիվն եք բերում, ես թվին եմ հակադարձում։ Ես բովանդակությունն եմ ուզում փոխել։ Այն որ ամբիցիոզ է ասում ենք 10 անգամ ոնց, ես ասում եմ ոչ մի բան չարած 10 անգամ է եղել։ Ես չեմ ուզում այդ ոչ մի բան չարած 10 անգամ։ Բայց 25 տարում։ Ձեր ընտրողը ուզում է որ լինի օրինակ 5 տարում։ Տեսեք, առհասարակ ինձ մոտ այսպիսի մի միտք էր պտտվում, ձեր բոլոր ծրագրերը, երբ որ ասում եք, ես որպես քաղաքացի ենթադրենք, հավատում եմ ձեզ, գնում եմ ձեզ ընտրելու, որովհետև ուզում եմ, որ մեր բյուջեն այդքան աճի, ուզում եմ, որ մենք հանքահումքի փոխարեն պատրաստի հումք արտադրենք եւ այլն, Եվրոպայի հետ մերձենանք, բայց ես նաեւ լսում եմ, որ դուք միջև ընտրությունները արդեն ասում եք, որ հաղթելու է իշխող կուսակցությունը եւ դուք կոալիցիա եք կազմելու, մտածում եմ, լավ, նույնիսկ կոալիցիայի պարագայում այդ ծրագրերի մեծ մասը չեն լինելու, որովհետև հիմնական որոշողը լինելու է իշխող կուսակցությունը։ Դուք ինչպես եք համոզելու ինձ, որ ես ամեն դեպքում ձեզ ընտրեմ այդ ծրագրերի համար։ Գիտեք ինչ, այդ մեր դժբախտությունն է, եւ դրա համար մեր կուսակցությունը ամենաբարդ դիրքերի վրա է։ Այդ առումով ամենաբարդ դիրքերի վրա է։ Շատ պարզ մի բան կա, որը կուզենամ լրիվ անկեղծ ասել։ Խնդիրը նրանում է, որ այն ծրագրերը, ինչը մենք առաջարկում ենք շատ վաղուց, որ մնացած բոլոր քաղաքական ուժերն էլ ծրագրեր են ներկայացնում, ու մարդը պիտի ընտրի ոչ թե այն պատճառով, թե որ ուժն է անցողիկ, այլ այն պատճառով, որ այս մարդու առաջարկածը հնարավոր է կամ այս գաղափարները դեպի Եվրոպա ես կիսում եմ։ Բայց այդ մարդը, երբ որ տեսնում է, որ այդ գաղափարը լավն է,
ինքը այդ գաղափարը կիսում է, բայց անցողիկը գործող իշխանությունն է, որովհետև 180 միլիոնի, ասենք, չգիտեմ, ռեկլամային ծախսեր է արել, որտև Բուջուր Մեղրիում 120 հատ Նիկոլ Փաշինյանի մեծադիր պատկեր է, չեմ խոսում էլ Սամվել Կարապետյանի ռուսական թևի մյուս արածների առումով, այս ամեն ինչը ու այդ հարցումները պատվիրված տարբեր, ասենք նույն Երևանում մեզ 1% էին տալիս, մենք 11.1 հավաքեցինք, նույն քաղաքացիական պայմանագիրի իր հարցումով Վաղարշապատի ընտրություններում մեզ 1% տվեց, մեզ 4%-ից չբավարարեց 13 ձայն։ Եթե իրենք չասեին 1%, վստահաբար այն մարդը, ով մեզ էր ընտրելու, գալու էր ընտրել ու մենք հիմի Վաղարշապատում ունենալու ենք։ Տեխնոլոգիա է, կիրառում են եւ մարդիկ այդ տեխնոլոգիային գնում են։ Ես որպես իրատես մարդ, չնայած երազող եմ, ես իրականում համարում եմ, որ աշխարհում փոփոխություններ բերում են երազողները, այն որ ստաբիլ թվաբանության վրա են, ես այդ հարգում եմ, ես շատ լավ թվաբանություն գիտեմ, պոլիտեխնիկ եմ ավարտել, մաթեմատիկային տիրապետում եմ, չնայած ավելի շատ սիրում եմ ֆիզիկան, բայց ես երազող եմ իմ կերպով, ու ես ռեալի հետ երբ որ նստում եմ, տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը 50+ է, ես չեմ կարող իմ ժողովրդին սուտ ասել, որ չէ, ինքը 50+ չի, այ ես գնում եմ իրեն հաղթեմ, կասեն, մեծ մարդ է, սպիտակ մազերով ամոթ չի, դու հաղթելու հնարավորություն չունես, դու մտածի անցողիկդ ոնց ես անցնում։ Իսկ ես ասում եմ, որ ես գնում եմ ոչ թե իրեն հաղթելու, ես գնում եմ ազգային ժողովում աշխատելու։ Հիմա գնացել եմ ազգային ժողով, ուտ ասված, այդպես լինի, ազգային ժողովում լինելու են ռուսամետներ, լինելու են բալանսավորողներ եւ եկել է արևմտյան արժեք կրող ուժ ու անհրաժեշտություն է առաջացել կոալիցիայի, եթե առաջացել է։ Այդ անհրաժեշտության դեպքում իմ հետ ով կոալիցիա կկազմի, բնականաբար ռուսամետները, եթե ես ուզեմ էլ, իրենք իմ հետ կոալիցիա չեն կազմի։ Ոչ էլ ես իրենց հետ կոալիցիա կկազմեմ, որովհետև բացարձակ այլ գաղափարախոսության, այլ մոտեցման մարդիկ ենք։ Մնում է միայն բալանսավորողները։ Այսինքն բալանսավորողները մեր գաղափարախոսությանն ավելի մոտ են, քան նրանց է։ Ու այս պարագայում կոալիցիա կազմում ենք ու ստանում ենք այն ինչ որ կիսատ է։ Բայց եթե իրենք ուզում են, որ այն ինչ որ կիսատ չլինի ու ամբողջական տան մեզ, մենք ակ իշխանության, այդ դեպքում կարան մեզանից պահանջեն ամբողջականը, այն ինչ որ մենք խոստացել ենք։ Այդ դեպքում ինչու ենք մենք ամբողջականը ներկայացնում, շատ պարզ, ոչ մի կոալիցիա չի կազմվում, մենք գնում ենք ազգային ժողով, մենք ներկայացնում ենք մեր ծրագրերը, օրենսդրական նախաձեռնությունները, չգիտեմ, համաներման մասին եւ այլնի մասին, այդ ամեն ինչ գրած պատրաստի ունենք։ Սկսում ենք հատարատ ներկայացնել, մենք կռիվ չենք անում, որ եկել ենք իմպիչմենտի գործընթաց անենք կամ իշխանափոխություն անենք։ Այս 5 տարի է այդ կռիվն է ազգային ժողով։ Մենք գնալու ենք այս օրենսդրական նախաձեռնությունը, փորձենք մտցնել, հիմի կմտցնեն, չեն մտցնի, հանձնաժողովը իրենցն է, բայց բարեբախտաբար այսօր հանձնաժողովի նիստերը ցուցադրում են հեռուստատեսությամբ։ Մարդիկ կտեսնեն մեր առաջարկները, կզգան, որ մենք ճիշտ բաներ ենք ասում, 2030 թվականին կմասնակցենք հաղթելու համար։ Քաղաքականության ձևը այդպիսին է։ Այսօրվա ձևը այնպիսին է, որ մեզ հաղթելու հնարավորություն չի տալիս։ Ու ես էլ չեմ ուզում սուտ ասել, որ այ եկել եմ հաղթելու, որ հետո ասեմ, այդ ասում էի, որ ինձ քվե տակ, բայց որ չստացվեց, հիմի գնում եմ կոալիցիայի։ Ընդունեք, որ դա շատ ավելի վատ ձև է եւ ավելի անարդար կլներ մեր ընտրողի նկատմամբ։ Շատ լավ, եւս մեկ հարց տնտեսությունից եւ փորձենք եզրափակել։ Տեսեք, իշխանություններն էլ, ընդդիմությունը, բոլորը իրենց ծրագրերի մասին խոսելիս խոսում են, որ մեկը վերգետնյա մետրոպոլիտեն է կառուցում, դուք ջրամբարներից եք խոսում, չնայած խոսեցինք ֆինանսավորման մասին, բայց իշխանությունն օրինակ ասում է ճանապարհները նորից են վերանորոգվելու, հիմնանորոգվելու եւ այլն, բայց որևէ կերպ չեն շեշտում, որ դա արվում է պետական պարտքի մասին։ Ընդհանրապես քարոզարշավի ժամանակ ես պետական պարտքի անգամ տերմինը որևէ կերպ չեմ լսում։ Դուք ինչ եք կարծում Հայաստանի պետական պարտքի մասին, տեղյակ եք որքան պարտք ունենք, հետագայում մեզ համար այդ պարտքը փակելը հեշտ է լինելու, իրատեսական է լինելու, ինչ կարծիք ունեք։ Ես համարում եմ, որ Հայաստանի պետական պարտքը չի անցել թույլատրության սահմանը։ Ես վերջին աղյուսակն եմ տեսել աշխարհում ամենամեծ պետական պարտք ունեցող երկրների ցանկը եւ ինչքան էլ զարմանալի է դրանում առաջատարը աշխարհի ամենահարուստ երկիր Միացյալ Նահանգներն է։ Բայց չհամեմատվենք։ Գիտեք ինչ, իսկ ինչի։
ինչ մենք հիվանդ ենք, մաշկի գույնն է ուրիշ, ամերիկացիները ուրիշ արյուն ունեն։ Ինչի՞ ես ընդհանրապես այդ մոտեցմանը չհամեմատվելու։ Բացարձակ դեմ եմ։ Ես թերարժեքության որևէ զգացում իմ մասով չունեմ։ Ես ինձ չգիտեմ, ում հետ եք ուզում համեմատեմ, ու ասեմ ես իրենից թերի չեմ։ Ինչով եմ պակաս։ Չէ, եկեք Հայաստանը Հայաստանի հետ համեմատենք։ Հայաստանի հետ համեմատելով համարում եմ, որ Հայաստանի միջպետական պարտքերը այդքան ռիսկային չեն։ Օրինակ Միացյալ Նահանգները տարեկան 800 միլիարդ պարտք է ունենում, գրեթե 1 տրիլիոնի չափ Չինաստանին, որոնցից գնում է կիսահաղորդչային նյութեր, որոնց վրա հավաքում են միկրոսխեմաները։ Այդ նյութի անունը կիսահաղորդչային վաֆել է եւ նաեւ դրա համար է, որ Միացյալ Նահանգները ուզում է, որ այդ վաֆելներն արտադրի Հայաստանում, հավանաբար այդտեղ էլ ինքը 74-26 կուզի, բայց եթե նույնիսկ 99-1 ուզի, ես դրան կողմ կլինեմ, ու ինչքան ուզում է ինձ քննադատեն այն մարդիկ, որ վայ, մերը, իսկ հիմի որ ոչ մի բան չունեք, իսկ դուք պատկերացնում եք, թե Հայաստանի բյուջեին ինչքան լրացուցիչ փող է բերելու։ Իսկ դուք պատկերացնում եք, որ այսօր կիսահաղորդիչներ արտադրում է, ասենք, Թայվանը, Կորեան, Ճապոնիան, Նիդերլանդները եւ Միացյալ Նահանգները, ուրիշ արտադրող չկա, որ վաֆելների ու այդ կվարցի մաքրված կվարցի խնդիր Միացյալ Նահանգներն ունի, իսկ Հայաստանն էստեղ ունի, ու բարեբախտաբար այդ Սյունիքում է ու նաեւ մեր փոչամբարներում։ Սրանք թեմաներ են, որոնք Հայաստանի առաջ ուրիշ կարգի դռներ են բացում։ Ձեզ չթվա, որ Nvidia-ն ինքը իր իհարկե հայ Լիբարիտյանին ունենալով շատ կարևոր խնդիր լուծվեց, բայց այդ կարգի, ասենք, 5 տրիլիոն կապիտալ ունեցող ընկերությունը, որ գալիս է փոքր Հայաստան, այս քաղաքական որոշման խնդիր է։ Ու եթե այդ ծրագրերը չլինեին, Nvidia-ն միայն Լիբարիտյանով եկող չէր։ Այն ինչ որ ես ասում եմ, հավատացեք ինձ, դրա մեջ արմատ կա եւ ես չեմ վախենում այդ միջպետական պարտքից։ Ես չեմ ուզում, որ մեր ժողովրդի ուսերին ինչ որ միջպետական պարտքեր մնա։ Ես գտնում եմ, որ իշխանությունը շատ ավելի լուրջ ու լավ քայլեր կարող էր անել եւ համաշխարհային բանկից ավելի քիչ գումարներ վերցնել բյուջեի չբավարարող մասը լրացնելու համար, դեֆիցիտը լրացնելու համար, միանշանակ այդ առումով ձեր հետ համաձայն եմ ու կարող եմ ժամերով քննադատել, եւ այդ առումով է, որ ես առաջարկում եմ սկսենք լոկոմոտիվից, տեղից պոկենք այն ինչ որ կա, իսկ դա իր հետ բազմաթիվ ինֆրաստրուկտուրաներով կմիացնի այլ ոլորտների, այդտեղ կմիանա քիմիան, որի հնարավորությունը Հայաստանը իսկապես ունեցել է, օգտագործել է, շահագործել է, նույն կաբելի գործարանները մենք ունեցել ենք Գավառում, ունեցել ենք Երևանում, այսօր Երևանի կաբելի գործարանը դրսից պղինձ է բերում, կաբել է արտադրում։ Եվ այս բաները եթե անենք, իհարկե անհամեմատ ավելի քիչ գումարներ կվերցնենք պարտքով, իհարկե կարող էինք դառնալ մեր բյուջեն դառնալ ինքնաբավ ու արտաքին պարտք չվերցներ, բայց դա չի գլխավոր խնդրի լուծումը։ Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտ չունի, բայց Ադրբեջանին մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով մեզնից հետ է։ Այսինքն ներդրում, երբ որ այդ պարտքը լրացուցիչ աշխատատեղեր է դառնում, արտադրություն է դառնում, դա նույնիսկ գովելի է։ Երբ որ պետության պարտքը դառնում է աշխատատեղեր, դա գովելի է։ Երբ որ այդ դառնում է ճանապարհներ, մանավանդ Հայաստանի նման պարագայում, դա էլ է գովելի, որտեղ արտադրությունները պետության խնդիրն է ստեղծել կոմունիկացիաներ ներդրողի համար։ Ճանապարհը կոմունիկացիա է, կապը կոմունիկացիա է։ Դա ինչքան լավ, այնքան ներդրողի համար։ Ներդրողը, որ ուզում է ներդրում անել, վերցնում է այդ բլանկը, որտեղ գրված է ճանապարհները լավն են։ Դա պլյուս է իր համար։ Այդ մեքենան արհեստական ինտելեկտը հաշվում է, ասում է, այսքան պլյուս ունի։ Այսինքն, այս առումով շատ ռիսկային ու վտանգավոր չեմ համարում, բայց կողմ եմ տնտեսությունն աշխատեցնել ու հնարավորինս քիչ պարտքեր վերցնել, իսկ եթե տնտեսությունը աշխատեցնենք, մենք ապագայի մեր սերունդներին ավելի լուրջ գործի, ավելի գիտական գործի, ավելի լավ առևտրի հնարավորություն կտանք։ Ես պիտի կրկնեմ, որ Հայաստանը աշխատատեղերի խնդիր չունի։ Այդ դեպքում 100,000-ավոր հնդիկները ամենայն հարգանքով հնդիկներին ու իրանց արած աշխատանքին։ Ամենայն հարգանքով մեր գյուղում հիմի այգիները, մեծ այգիները հնդիկներն են հիմնականում աշխատում։ Հայ մարդը, հայ երիտասարդը լավ վճարվող
աշխատանքի խնդիր ունի։ Ինքը գնում է, սովորում է արհեստների եւ այլնի բուհերում, որ ինքը լավ վճարվող աշխատանք ունենա։ Իսկ երբ որ այդ լավ վճարվողը չկա, ինքը գործազուրկ է, ստիպված է որոնում է այն տեղերում, որտեղ փող կա, որտեղ շարժ կա։ Մարզերից գալիս են Երևան, Երևանից գնում են դուրս։ Մոտավորապես էս։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ մեր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնեմ, հետքի տաղավարում խոսում էինք Հանրապետություն կուսակցության տնտեսական ծրագրերի մասին։ Միացեք մեր YouTube-յան ալիքին մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար։ Իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, կարող եք միանալ մեր Patreon համակարգին, որի հեղումը կտեսնեք այս տեսանյութի նկարագրություն բաժնում։